Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Այվազյանը, բարև ձեզ Հայկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շատ վտանգավոր զարգացումներ են աշխարհում տեղի ունենում եւ ինչպես տեսնում ենք, մենք դրանից խուսափել չենք կարող։ Երեք առավոտյան սա հրապարակվեց, վերջին հարցազրույցներից մեկն է Թրամփի, վերջին դժվար է ասել, որտեղ ինքը այնքան ակտիվ է, ամեն օր կան բրիֆինգներ, մամուլի ասուլիսներ, ամեն օր իր խոսքը հնչում է, բայց այնպիսի ընտրված հարցազրույցում մի քանի ուշագրավ բան է ասել, որ իր տարիֆներով այնպես վախեցրեց աշխարհին, որ բոլորը ստիպված հիմնականում գալիս են եւ համաձայնում են իր պահանջների հետ։ Մենք տեսնում ենք, որ իրականում այդպես է եւ Հնդկաստանի հետ կապված, նաև Չինաստանի մասին է առանձին խոսել, որ տեսնում եք, մենք հասցրեցինք դրան իր սպառնալիքները եվրոպական առաջատար երկրներին եւ նաև Կուբայի կապված հիմա գիտեք, որ Փարիզբուն իմաստով շրջափակման մեջ է հայտնվել Կուբան եւ չի թույլատրում վերջին այդ հումանիտար բանը, որ պիտի Մեքսիկայի կողմից նավթ հասցնեին, դա էլ անգամ թույլ չի տալիս եւ երեք ասել է Թրամփը, որ այո, իսկապես հասկանում է, որ հումանիտար այնտեղ ճգնաժամ է սկսում, ինքը հիմա գուցե սկսի դրա մասին մտածել, բայց այդ ամենը կլինի միայն նրանից հետո, եթե իր պայմաններին իրենք ենթարկվեն։ Հետո էլի այսպես մեծապետական դիրքերից է խոսել, երևի իր հնարավորությունները թույլ են տալիս, որ այդպես խոսի, ասում է, որ Չինաստանը շատ իրենց արհեստական ինտելեկտի առումով բավականին զիջում է եւ առհասարակ հեգեմոն երկիր է այդ իմաստով որևէ երկիր չի կարող իր հետ մրցել, հետեւաբար ստիպված պիտի լինեն համաձայնել իրենց պայմանների հետ։ Ես ասեմ, որ մեծ ոգևորություն կար Թրամփի իշխանության գալուց հետո ես էլ էի այդ ոգևորությունը կիսում եւ խոսում էի դրա մասին, քիչ առաջ նոր ասում Հայկին, որ ոգևորված էի այն իմաստով, որ արժե համակարգային փոփոխություն է բերելու, Իլոն Մասկը իր կողքին էր, Իլոն Մասկը հայտարարում էր, որ ինքը իրեն գլոբալիստների հետ կապված ինքը անձնական խնդիր ունի եւ պատերազմ է հայտարարելու, որտեւ ասում էր ինձ խլել են իմ որդուն, գիտեք, որ ինքը սեռափոխվել էր, վիրահատությանը ենթարկվել եւ իր տղան դարձել էր աղջիկ եւ այլն եւ լուրջ խնդիր էր մեր ընտանիքները, կրոնը եւ այլն, այս իմաստով մտածում ենք, որ սատանայական է բանը, որ տիրում է աշխարհում եւ որի դրոշակակիրները գլոբալիստներն են եւ աշխարհում մեկ դա տարածում են, այս իմաստով գուցե հնարավոր կլինի կասեցնել, դրա մասին շատ էին խոսում։ Իսկապես այդպիսի բաներ մենք տեսանք, ինքը սեռական փոքրամասնությունների հետ կապված մի քանի կտրուկ քայլեր արեց, ներգաղթյալների հետ կապված ինչ որ կտրուկ քայլեր, այստեղ արձանագրում են, որ որոշակի հաջողություններ կա, թեպետ Մասկն էլ խոսում է, ասում է, որ չի բացառվում, որ եթե այս լարվածությունը շարունակվի, քաղաքացիական պատերազմ առաջ բերի Միացյալ Նահանգներում։ Բայց Հայկը այստեղ ճիշտ էր, ես շատ լավ հիշում եմ, որ ինքը ասում է շատ ավելի լավ կլինի, որ Բայդենը կամ Բայդենի թեկնածուն, դեմոկրատների թեկնածուն հաղթի եւ ոչ թե Թրամփը, որովհետեւ աշխարհը մի նոր մեծ խումբ է դաշինք է ձևավորվում, այսպես ասած պատերազմի դեմ։ Բայդենը ինքը ընկալվում էր որպես պատերազմի ուժ, բայց մենք տեսանք, որ Հայկը պնդում էր, որ եթե այստեղ ամեն ինչ պարզ է, ապա Թրամփի հետ շատ բաներ պարզ չի եւ վստահություն էր հայտնում, որ այդ գիծը, այսինքն խորքային ամերիկյան պետության գիծը Թրամփը կշարունակի եւ դեռ ավելի նոր պատերազմներ կբերի։ Ինքը խելագարի պետ ամեն օր հայտարարում է, որ 300 չգիտեմ քանի պատերազմ է կասեցրել, հիմա էլ այս հարձակումները ասում ես Իրանի վրա հարձակվելու եմ նրա համար, որպեսզի ապագայում պատերազմները կասեցնեմ, այդ նույն տրամաբանությամբ ցեղասպանություններ գազային, որպեսզի պատերազմները կասեցնենք, այսինքն մեծ հաշվով ես ձեզ ոչնչացնում եմ հանուն ձեզ ես ձեզ ոչնչացնում եմ, ես գրավում եմ Գրենլանդիան հանուն ձեզ։ Եվ այսպես շարունակ Չնայած երեք հարցազրույց էր տալիս եւ այդտեղ ասեց, որ իրենք հասկանում են, որ
Եթե այդտեղ իրենք կորցնեն, ապա Չինաստանի եւ Ռուսաստանի դիրքերը հակաօդային պաշտպանությունը մենք այդ հատվածում կարողանում ենք հենց դրա այնտեղով Գրենլանդիայով պաշտպանել, դրա կորուստը մեծ բան է լինելու մեզ համար, բայց միևնույն է, այդ ամեն ինչը մատուցվում է այնպես, որ հանուն ձեզ է այս ամեն ինչը տեղի ունենում։ Լատինական Ամերիկայում մենք տեսնում ենք հաղթանակից հետո եւ մի հատ նոր շատ բարդ բառ է, ինչ որ մի հատ նոր տերմին է մտածել Թրամփը, ասում է, որ ես այդ մեթոդով կարողացա, տեսակ, առևանգեց, չէ՞, անին չէր։ Մադուրո Վենեսուելայի նախագահին Մադուրոն ասում է, ես արդեն աշխարհին ցույց եմ տվել, որ ես մի հատ նոր բոլորովին նոր մեթոդ ունեմ եւ դա կարող եմ կիրառել։ Այսպիսին է հիմա զարգացումները եւ Ուկրաինայում գիտեք, մենք հիմա առանձին Ուկրաինայի մասին կխոսենք, գիտեք, որ բանակցությունները շարունակվում են, թեպետ երեք ֆրանսիական ալիքներից մեկին հարցազրույց էր տալիս Զելենսկին եւ Զելենսկին էլի պնդում էր, որ տարածքային զիջում չի կարող լինել, եթե դա տեղի ունեցա, միայն համաձայն է, որ այնտեղ որտեղ որ հիմա կանգնած է զորքերը հենց այդպես մնա եւ մեծ ահռելի բուֆերային գոտի լինի, բայց դրան հաջորդիվ պիտի հավաքական արևմուտքը ռազմական ներկայություն ունենա Ուկրաինային, այսինքն լինի այն ինչի դեմ որ ի սկզբանե, ինչը որ բերեց պատերազմի, որտեղ իրականում պատերազմի հիմքը հենց դա էր, որ Ռուսաստանը պնդում էր, որ իր սահմաններում չի կարող լինել ՆԱՏՕ-ի զորքը։ Ոնց որ թե այս առումով ոչ մի բան չի հանգուցալուծում, ավելին պատերազմից հետո հրահրում է Միացյալ Նահանգները, բայց մինչ այդ մեկ այլ վտանգավոր բան կա, ուրեմն հարձակվողական ռազմավարական միջուկային զենքի մասին պայմանագիրը մենք գիտենք, որ մի քանի օր առաջ արդեն դադարեց եւ աշխարհը կանգնած է նոր սպառնալիքի առջեւ։ Թվում էր, թե մինչ այդ պիտի շատ լուրջ բանակցություններ գնային Միացյալ Նահանգների, գիտեք, որ ամենաշատ մարտագլխիկներ ունի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, հետո երրորդ տեղում Չինաստանն է, բայց բավականին անով զիջում է Չինաստանը։ Սա նշանակում է, որ այլևս ազատ են իրենց ձեռքերը եւ այն սառը պատերազմի ժամանակ գնացող այդ պատերազմը կարող է շարունակվել, ինչ վտանգավոր բան կա այստեղ։ Նարեշկիններ 2 օր առաջ անդրադարձել այս թեմային, ասելով, բառացի եմ ուզում մեջ բերել, ներողություն եմ խնդրում։ Զարմանալի էր, որ երկուստեք այդպես շատ հստակ կոնկրետ քայլեր չարեցին, որ կանգնեցնեին, ինչ է ասել Նարեշկինը, Ռուսաստանը ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կգործի պատասխանատու կերպով եւ կվերլուծի միջուկային զենք ունեցող այլ պետությունների գործողությունները, հայտարարել է Սերգեյ Նարեշկինը։ Խնդրեմ, ինչ են կանխատեսում այդ նախնական զրույցում դուք ասացիք, որ շատ վտանգավոր ԱՄՆ-ից ԱՄՆ ներքին քաղաքական համակարգը այնպիսին է, որ այնտեղ պատահականություններ հնարավոր չեն։ Դե եկեք հայտ ընդունենք, որ այդպես լուրջ խորքային պետություններում չի լինում, լուրջ կազմավորված պետություններում պատահական բաներ գրեթե չեն լինում։ Այնտեղ օլիգարխիկ համակարգ է, մի քանի տասնյակ ընտանիքներ ունեն իշխանություն, այդ իշխանությունը ժառանգաբար փոխանցում են իրենց երեխաներին, եւ այդ օլիգարխիկ համակարգը ելնելով ԱՄՆ պետության շահերից իշխանությանը բերում այս կամ այն նախագահին։ Ուղղակի Բայդենի օրոք իրենք գնահատեցին, որ այդ գլոբալիստական մտածելակերպ ունեցող դա մտածելակերպը ինչ որ աշխարհայացքի տեր մարդիկ են։ Այդ մարդկանց գաղափարներով աշխարհում դոմինանտ լինելը եւ այդ դոմինանտությունը շարունակելը ԱՄՆ-ի համար խնդիր է առաջացնում, որտեղ աշխարհը սկսում է ընդվզել, ավելի շատ ընդվզել ԱՄՆ-ի դեմ։ Ասում են հերիք չի գալիս, եք ռմբակոծում եք, թալանում եք, էս եք անում, մի հատ էլ մեզ ստիպում եք, որ մեր արժեհամակարգն եք փոխենք ձեր ուզածով։ Եվ իրենք որոշեցին, որ այլևս պետք է լինի այնպիսի նախագահ, որը որ այդպիսին չի։ Այսինքն այդ գլոբալիստական մտածելակերպը չի կիսում, որը ասի աշխարհ, էլի ես լինեմ, այսինքն ԱՄՆ-ն լինի աշխարհի տերը, բայց ես խոստանում եմ, որ ձեր արժեհամակարգերին չեմ կպնում։ Այսինքն LGBT կոպիտ ասած LGBT չեմ պարտադրելու ձեզ,
Բայց պետք է ընդունենք, որ ԱՄՆ-ն է Այսինքն միակ իշխանությունը։ միևնույն է այդ խորհրդային պետության եւ այդ ընտանիքի որոշումներ, որ դի Թրամփին թույլ տան։ Դե պատմուց պատահական կընտրվի, այսինքն այդ ոնց ստացվեց, այսինքն նշանակում է առնվազն մի մասը համաձայնվել է Թրամփին։ Իսկ դա չի սպանության փորձ, մահափորձ։ Չէ, դա չի նշանակում, որ իրենց ներսում Չկան պայքար չկա եւ մի մասը չի համարում, որ այս ճանապարհը սխալ է։ Մի մասը համարում են, որ իրենք պետք է շարունակեն Բայդենի, որը Բայդենն էր ներկայացնում, այդ ոճով եւ այդ մարտավարությամբ Ռուսաստանի դեմ կռվել, հաղթեց, գերակշռեց այն թևը, որը գտավ, որ ավելի լավ է մենք մի քիչ մարտավարությունը փոխենք։ Եվ իրենք ուղղակի դա արեցին։ Հիմա մենք տեսնում ենք Թրամփը ինչպես է իրեն պահում։ Ինքը պահում է իրեն որպես աշխարհի տիրակալ, ասում է ես այդտեղ նստած եմ, Ռուսաստանը, Ուկրաինա, գնացեք դուք այդտեղ պայմանավորվեք, Իրան դուք մի հատ էլ այդ կոմիչուկային ծրագիրը դադարեցրու, Վենեսուելա արդար չի որ դու այդքան նավթ ունես, էլ մի հատ տեր ինձ տուր, Մադուրո դու ընդհանրապես ով ես, ես գամ քո տնից քեզ կգողանամ, այսինքն իրեն զգում է աշխարհի տիրակալը, ինչ ուզում անում է։ Եվ այն փաստը, որ դուք բերեցիք, որ ինքը տարիֆների քաղաքականություն է, պատերազմ է կիրառում եւ ըստ էության շատ պետություններ դրա առաջ ուղղակի չեն կարողանում դիմակայել, խոսում են նրա մասին, որ Միացյալ Նահանգները ոչ մեկից աշխարհում չեն վախում, բացի մի պետությունից, Ռուսաստանից։ Բայց վախենում են Ռուսաստանից ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը տնտեսապես իրենցից շատ անգամ գերհզոր է կամ հավասար է, այլ որովհետև Ռուսաստանը ունի իրեն հավասար այնպիսի զինատեսակ միջուկային զենք, որը ընդունակ է Միացյալ Նահանգներին ոչնչացնել։ Սա է միակ վախեցնող հանգամանքը։ Եթե Ռուսաստանը դա չունենար, վաղուց Ռուսաստանը արդեն ծնկի էր եկել, ծնկի էին բերել։ Բայց դա է միակ վախեցնող հանգամանքը Միացյալ Նահանգների։ Իսկ ինչու այդ մրցակցությունը շարունակվելու է եւ դա ոչ մի լավ տեղի չի բերելու, ինչու քայլեր չձեռնարկես ոչ այս կողմից, ոչ այն կողմից։ Որտեվ նայեք, ինչ է նշանակում ստրատեգիական միջուկային այդ զինատեսակների պայմանագրի հետաձգում։ Դա նշանակում է, որ երկու կողմ պետք է նստեին հավասարը հավասարի եւ աշխարհում որոշեին ռազմավարական այդ կայունության պարամետրերը։ Ոնց անեն, որ միջուկային պատերազմ կոպիտ ասած չլինի։ Բայց դրա տակ այդ դրա հետ միասին բացի միջուկային զենքից քննարկելու է նաև այլ հարցեր հարակից։ Օրինակ Ռուսաստանը ասելու էր, այն որ դու զենք ես մատակարարում Ուկրաինա, դա կարող է մի օր բերել միջուկային պատերազմի իմ եւ քո միջև։ Դու ամենը կասեր, հա կարող է։ Դե ուրեմն արի խոսենք ոնց է ինչ ժամկետներում ես դու դադարեցնելու զենք զինամթերքի մատակարարումը։ Այսինքն այդ միջուկային զենքի շուրջ բանակցությունները բերելու են այլ հարցերի բանակցությունների, որտեղ Ռուսաստանը հարցեր էր բարձրացնելու։ ԱՄՆ-ը չի ուզում այդ քննարկման մեջ մտնել։ Ասում է ես եմ վերադասը աշխարհի, ես ինչի պետք է այսինքն չի ուզում մտնի այդ բովանդակային քննարկումների մեջ, որտեղ այդ դեպքում արդեն պետք է կամ ասի լավ եմ անում զենք եմ տալի Ուկրաինային, այդ դեպքում դե Ռուսաստանն ասի լավ եմ անում, հրթիռներն ես ուղղում եմ քո վրա։ Կամ էլ պետք է համաձայնվի Ռուսաստանի։ Միջարից ես չեմ կարծում, որ պատահական էր, երեք Սալավիովն էլ ասում էր, որ մենք արդեն պիտի այլևս ուշադրություն դարձնել, ասում ենք այդ զենքը եկել է, թիրախավորում եք այդ զենքին, խփում եք, բայց այդ զենքը որտեղ է արտադրվում, այս ինչ գործարանում չէ, մենք պիտի արդեն այդ երկրի այդ գործարանները թիրախավորենք կայացման կենտրոններին։ Այո։ Չէ, ոչ միայն որոշում, բայց այդ գործարանում արտադրվում է այդ զենքը, զինատեսակը, չգիտեմ, Լեհաստանում է, այստեղ է, այնտեղ է։ Մենք պիտի թիրախավորենք եւ Գերմանիայում է, պիտի Չէ, ես Պարզ է որ այդպիսի բաներ չեն լինի, բայց արդեն այսպիսի հայտարարություններ կան։ Ես համաձայն չեմ, դա սխալ տակտիկա է, այսինքն ԱՄՆ-ին ձեռնտու կլինի իհարկե, որ Ռուսաստանը ռմբակոծի Լեհաստանում գտնվող գործարանները, լավ ձեռնտու տարբերակ։ Ձեր ասած տրամաբանությամբ պետք է գա հասնանային պահ, որ միանգամից Միացյալ Նահանգների, որտեղ որոշումը որտեղ է կայացվում։ Դուք էլ ասում եք որոշումը կայացնողների, չէ՞։ Այո, բայց հարցն է, որ ստրատեգիական միջուկային զենքը ինքը պատերազմ վարելու համար չի, ինքը վախեցնելու համար է։ Երբեք միջուկային զենք ստրատեգիական չի կիրառվել աշխարհում։ Այսինքն ինքը ոչ մեկ երբեք չի կրակի դրանով։ Բայց վախեցնել Միացյալ Նահանգները կրակել են։ Չէ, դա ստրատեգիական միջուկային զենք չի, դա ուղղակի այտենց երկու ռումբ են ունեցել։ Ստրատեգիական միջուկային զենք նշանակում է ինքը որոշում է համաշխարհային աշխարհաքաղաքական հարցեր լուծող զենք է, բայց ոչ կրակելով, վախեցնելով։ Այսինքն ինչ է նշանակում վախեցնել։ Եթե կա երկու պետություն, որ իրար կարող են զենքով այդ զենքով ոչնչացնել, նշանակում է
իրենք ձգտելու են գալ միմյանց հետ այնպիսի պայմանավորվածության համաշխարհային հարցերում, որ նվազեցնեն ռիսկերը այդ պատերազմի վերսկսման։ Այսինքն քննարկել են կարմիր գծերը, քննարկել են որ աշխարհի որ կետում ով ինչ կարմիր գծեր ունի, ով ինչ կարմիր գծեր չպետք է անցնի, ով ինչ շահեր ունի, ԽՍՀՄ, ԱՄՆ հարաբերությունները դրա հիման վրա էր կառուցված։ Իրենք իրանց հա ինչ որ պատերազմ լինում էր, ասենք Վիետնամ եւ այլն, բայց դրանք ինչ որ լոկալ բնույթի պատերազմ, բայց ընդհանուր առմամբ իրանք իրար կարմիր գծերը պահպանում էին։ Քանի որ Ռուսաստանը 90-ականներին հրաժարվեց սովետական միության այդ զսպման միջուկային զսպման տակտիկայից հրաժարվեց Ելցինը, հիմա կամաց-կամաց հետ են գալիս, բայց դեռ մինչև վերջ հետ չեն եկել։ Ես կարծում եմ, որ Եվ արդեն մի քանի օր է, որ սա չի գործում, վերջ ավարտվեց այդ պայմանագրի ժամկետը, ինչ է սպասում, ինչ է սենց տենենց ես համոզված եմ, որ կնստեն սեղանի շուրջ։ Որ լինելու է լուրջ էսկալացիա ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև, միջուկային էսկալացիա, նոր հայ դրանից հետո նոր իրենք կնստան սեղանի շուրջ բանակցություններ։ Իհարկե, առանց դրա չի կարող։ ԱՄՆ-ն միջև մի հատ վախ չապրի, միջև Ռուսաստանը չբռնի իր վախը, այսպես ասած, ԱՄՆ-ն չի համաձայնվելու, ոնց որ եղավ 1962 թվականին, երբ որ Խրուշչովը կարողացավ հրթիռներ բերել Կուբա, ուղղել այդ հրթիռները Միացյալ Նահանգների տարածքի վրա։ Առայժմ այդ տարածքներում BRICS-ի երկրներ մենք տեսնում ենք եւ այդ տարածքներում առայժմ շատ անխոչնդոտ Թրամփը կարողանում է վերցնել։ Դուք հասկացում եք, որ արդեն կորցրած վիճակում է Կուբան էլ։ Չէ, ես նկատի չունեմ, որ հիմա էլ կտանի Կուբա։ Հա, նմանատիպ ինչ որ մի Այն ժամանակ ինչի տարավ Կուբա, որովհետեւ այն ժամանակ Խորհրդային Միությունը չուներ այնպիսի զինատես, այնպիսի այդ հրթիռը տեղ հասցնելու այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտային երաշխավորված հրթիռը տեղ հասցնել։ Դրա համար իրանք ստիպված տարան Կուբա, որովհետև միջև Խորհրդային Միությունից արձակեին հասնել ԱՄՆ, խփելու էին։ Հիմա Կուբա տանելու կարիք չկա, որովհետև բայց այն ժամանակ վախեցնում էին, ասում էին կբերենք Կուբա։ Հիմա հրթիռը չեն արձակելու միանգամից Միացյալ Նահանգները։ Հիմա ինչ են անելու։ Վերադառնալու են Խորհրդային Միության զսպման համակարգին։ Ինչ էր այն ժամանակ։ Երկու երկրները գիտեին, որ X քանակով հրթիռ ունի ԱՄՆ-ն, որի մեջ դրված են ԽՍՀՄ քաղաքների կոորդինատները եւ X քանակով հրթիռ դրված կոորդինատներով կոնկրետ քաղաքների։ Այսինքն բնակչությունը ամերիկյան գիտեր, որ օրինակ 10 հրթիռ կա, որոնք ուղղված են Նյու Յորքի վրա կոորդինատներով։ Այսինքն եթե ԱՄՆ-ի կողմից լիներ օրինակ հարձակում ԽՍՀՄ նկատմամբ, որ տարածքից որ ուզում է լինի, միանգամից այդ 10 հրթիռը ավտոմատ 1 վայրկյանի ընթացքում ուղղվելու էին դեպի Նյու Յորք։ Այդ համակարգը Ելցինը 94 թվականին չեղարկեց։ Իսկ նորից այդ կգործի այդ համակարգը։ Հիմա Պուտինը 24 թվականի վերջ կիսով չափ վերադարձավ այդ համակարգին, երբ որ դոկտրինը միջուկային փոխվեց։ Հիմա ինքը ուզում է Տրամպին բերել այն վիճակի, ասի արի դու մի հասցրու այդ վիճակի, որ ես ստիպված վերադառնամ դրան, որտեղ ամերիկյան քաղաքական ներքին համակարգը ինքը բավական թույլ համակարգ է։ Ինքը փլուզվելու վտանգ ունեցող համակարգ է, ինքը կայուն համակարգ չի։ Այնտեղ պատկերացնում եք ամերիկացիներին մի օր քննեն արտանան, պարզվի, որ իրենց կոմֆորտ վիճակը վաղ կարող է խաթարվել ինչ որ մի ռուսական հրթիռի կողմից։ Այնտեղ պանիկա կսկսվի ուղղակի։ Նյու Յորքում իրենց մի քանի հարյուրամյակ այնպես ինքնավստահություն են ներշնչել, որ անձեռնուխելի երկիր է Միացյալ Նահանգները եւ որևէ մեկը չի կարող։ Հիմա կասեն մենք այնպես հակաօդային պաշտպանություն ունենք, այդ Պուտինի հայտարարությունները Ուկրաինայի շուրջ էլ կես ժամում պիտի վերցներ 4 տարի, 5 տարի արդեն պատերազմի մեջ է։ Հերիք է ամերիկյան լրատվամիջոցներով հայտնվի լուր, որ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է, որ իր ռազմավարական միջուկային հրթիռների մեջ դնում է Նյու Յորք քաղաքի կոորդինատները, բայց հասկանում եք, չէ՞, դա խելայեղություն է, դա երբեք չի լինի, բոլորը հասկանալի է, որ սա ընդհանրապես սպառնալիք է։ Դա եղել է Խորհրդային Միության օրոք, դա եղել է։ Ինչը հասել է Նյու Յորք, ասել է կլինի։ Չէ, կոորդինատները եղել են։ Խորհրդային Միության քաղաքների կոորդինատները եղել են ԱՄՆ հրթիռների վրա։ Ու այդ երկու պետությունը, որպեսզի հանգարց պատահականություններ չլինեին, հա, դա հանեցին հասկացա։ Նստում էին սեղանի շուրջ ու իր հետ ասում են քո կարմիր գիծը որն է, ասում է էս, ասում լավ չեմ անցնի, քոնը որն է էս։ Սկսում են միմյանց այդ կարմիր գծերը հաշվի առնել, որպես հավասարը հավասարի։ 62 թվականին իրականում Խորհրդային Միությունը հասավ նրան, որ ԱՄՆ-ն սկսեց իրեն ընդունել որպես հավասարը հավասարի, այսինքն աշխարհում
հարցեր լուծելու հարցում հավասար Միացյալ Նահանգները ոչ մի պատահական չի լինում։ Վստահ եք, չէ՞ որ այս հաշվարկները իրենք վաղուց ունեն, եթե հիմա չեն գնում սեղանի շուրջ նստելու եւ որոշակի զիջումներ Լատինական Ամերիկա, մեր տարածաշրջան կամ Ուկրաինայում կարող է բերել այս հանգուցալուծման եւ Իրանք իհարկե այդ հաշվարկը ունեն։ Դրա համար է Տրամպին են բերել իշխանության, որը խաղաղասերի իմիջ է ստեղծում։ Եվ ասում է լավն է Պուտինը, մենք բարեկամներ ենք, հերվանում է ուկրաինական կոնֆլիկտից, ասում է ես կապ չունեմ, դա այն վատ Զելենսկին է, որը ինձ հակաճառում է, եւ եվրոպացիք են։ Ես ինչ կապ ունեմ։ Այսինքն ինձ մի սպառնացեք, սպառնացեք Եվրոպային։ Լավ, այդ իմիտացիան կարող է ինչ-որ միշտ փուլ աշխատել, ասենք 1 տարի կարողանում է դրանով, հիմա ոմանք ասում են իմիտացիա է, այս բանակցություններ, պատերազմի դադարել եւ այլն եւ այլն։ Իմիջիայլոց Ռուսաստանի ներսից էլ դա կա եւ շատ բան են, շատ լուրջ քննադատության են ենթարկում նրանց, ովքեր շարունակում են հիացած մնալ Թրամփով եւ այս քաղաքականությամբ եւ այս բանակցություններով։ Այնպես չի, որ այդ հոսանքները Ռուսաստանի ներսում չկան, այս Կրեմլի ներսում էլ չկան։ Այո, կան այդպիսի հոսանքներ եւ բայց այդ ամեն ինչ ունի ինչ որ մի ժամանակ, չէ՞, բայց այս ընթացքում ինչ որ հարցեր է, լուծելու ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները։ Վենեսուելայի հարց, Կուբայի հարց, Հայաստանի հարց, Թուրքիայի հետ կապված Ուկրաինայի հարց, կտրուկ գործողություն իշխանության կողմից պետք է արժանանա հասարակության հավանությանը։ Երբ որ իշխանությունը մի կտրուկ գործողություն է փորձում անի եւ հասարակությունը բայց դրա դեմ է, ինքը դրան չի գնա։ Այստեղ նկատի ունեք Ռուսաստանի դաշնությունը։ Այո, դրան չի գնա, որովհետեւ նշանակում է հասարակության դեմ ես։ Այսինքն հասարակական կարծիքը պետք է քեզ պաշտպանի այդ հարցում։ Բայդենի օրը գրեթե ձևավորվել էր, որովհետեւ ասում են դες ճշնամի է, ինքը մեր դեմ կռիվ է տալիս, ուրեմն ուղեք սպառնացեք իրան միջուկային զենքով, դա նորմալ է։ Դե հիմա Տրամպը խաղաղասեր, ավանդական արժեքների պաշտպան, այսինքն այդ հարցումներով Տրամպի վարկանիշը բավականին դրական առումով փոքր չի Ռուսաստանում։ Այսինքն ժամանակ էր պետք եւ այդ ժամանակը կամաց-կամաց մոտենում է, որ հասկանան, որ այստեղ Ռուսաստանը կգնա այդ քայլը։ Պատերազմը մրցակցությունը չի գնում գլոբալիստների եւ ոչ գլոբալիստների միջեւ։ Մրցակցությունը աշխարհում մարդկության ստեղծման առաջի օրվանից գնացել է պետությունների միջև։ Այլ հարց է այդ պահին այդ պետության գլուխը, չգիտեմ, ավանդական արժեքների պաշտպան է, թե LGBT քարոզիչ է, կապ չունի։ Ինքը սպասարկում է իր պետության շահերը, որ իր ԱՄՆ պետությունը լինի միակ գերտերությունը աշխարհում։ Սա բնական բան է։ Պարզ չի որ Տրամպը երբեք չի համաձայնվի զիջել ԱՄՆ մեն իշխանության ստատուսը աշխարհում։ Այ վախից դրթված ինքը կզիջի։ Բայց միջուկային զենքը հենց մի բան չի, որ դու կարողանաս աչուծախ դրանով երբ ուզես վախեցնել։ Շատ լավ, Ռուսաստան Միացյալ Նահանգներ ենք խոսում, բայց այս ժամանակահատվածում հատկապես այս պատերազմի տարիներին տնտեսական մեծ առաջընթաց է շարունակում արձանագրել Չինաստանը եւ նոր ու նոր ճանապարհներ, նոր ու նոր շուկաներ է ձեռք բերում եւ հատկապես Լատինական Ամերիկայում տեսնում ենք, որ նաեւ այս իմաստով շատ մեծ թափով պայքար է գնում եւ շատ բացահայտ քայլեր, գործողություններ, նավեր վերցնել, առևանգել, ճանապարհները փակել եւ մեծ հաշվով Լատինական Ամերիկայից հնարավորինս դուրս մղել Չինաստանին։ Այս հարաբերությունը է որ կտանի։ Ես չեմ կիսում այն կարծիքը, որ Չինաստանը տնտեսապես ԱՄՆ-ին վտանգ է ներկայացնում, որտեվ նախ այդ ապրանքները, որ 1.5 միլիարդ մարդ արտադրում է, ինչ Ամերիկան իր վրա է վերցնելու, ինքն է այդքան մարդ ունի, որ կարող են այդ նույն ապրանքները արտադրեն։ Էլ չեմ ասում այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները ավելի շատ սպառում են, քան արտադրում։ Այո։ Բա որտեղից է ամենամեծ ռազմական բյուջեն։ Այլ պետություններից են իրենք վերցնում։ Թալանում։ Թալանի մեխանիզմներից մեկը դա արժութային ռեզերվներն են։ Այն որ Ռուսաստանից գողացան մի քանի 100 միլիարդ։ Դե խելք ունենային չտանային այնտեղ պահեին։ Դա խելքի հարց չի, դա համակարգ է, հաղթող 91 թվականին հաղթող պետությունը ասաց, այս համակարգը լինելով բոլորը։ Դիտակ ձեր փողերն ուղանել ամեն ինչ պիտի տակ։ Հիմա Չինաստանին ամենամեծն են այդ արժութային ռեզերվները։ 3.3 տրիլիոն դոլար։ Դոլարով է չափվում, մեծ մասը դոլար է։ Անցած տարի Չինաստանը կենտրոնական բանկը 137 միլիարդով ավելացրել է այդ ռեզերվները։ Այսինքն 137 միլիարդ օդից նվեր է տվել Միացյալ Նահանգներին, սանել է Միացյալ Նահանգների բյուջեն եւ ֆինանսական համակարգը։ Ինչի որտեվ այդ ռեզերվները ուղղակի տենց իբր պարտք է իրան ԱՄՆ-ն, բայց այդ երբեք այդ փողերը հետ չի տալու։ Այսինքն դու ռեսուրս ես տալիս, դոլարով ծախում ես, այնտեղ Չինաստան ռեսուրս է ծախում դոլարով, դոլարը ներս է բերում,
կենտրոնական բանկը վերցնում է դոլար տանում գցում է ռեզերվներ, որը կորավ գնաց վերջ, այդ ռեզերվներից էլ հետ չես կարողանա ստանաս։ Այսինքն ինքը չի կարող օրինակ ասել, ինձ 1 տրիլիոն դոլար տվեք, ես ուզում եմ իմ տնտեսության մեջ ներդրումներ անեմ, չկա տենց բան։ Համակարգը թույլ չի տալիս դա անել։ Հետևաբար այդ փողը գողացան Չինաստանից։ Հիմա ԱՄՆ-ն ինչի է պետք ծնկի բերել մի տնտեսություն, որը 8-ից 137 միլիարդ անցած տարի միայն փող է բերել իրեն։ ԱՄՆ-ին ուրիշ բան է անհանգստացնում, որ եթե Չինաստանը գնա Ռուսաստանի հետևից եւ մասնակցի ԱՄՆ-ին համաշխարհային իշխանությունից գահանկեց անելու process-ին, այդ ժամանակ Չինաստանը որպես հզոր արտադրող տնտեսություն իրոք ինքը կարող է լուրջ մրցակից լինել ԱՄՆ-ի համար։ Պատկերացնում եք, ասենք դոլարի իշխանությունից ազատագրված Չինաստան, 1.5 միլիարդ մարդ, հսկայական արտադրական պոտենցիալ, ինչ կանի Չինաստանը։ Դրա համար Չինաստանին, Իրանին, Հնդկաստանին տարիֆներով ճնշում են, ասում են հանգարց չփորձեք Ռուսաստանի ապստամբությանը իմ դեմ միանաք, հանգարց չփորձեք։ Դրանք էլ օբյեկտիվորեն չեն կարողանում դիմակայել, որտեվ մյուս տեսակետը ճնշելով այս պատերազմով, կոտրելով, ջարդելով Ռուսաստանին, բերում է իր կողմ եւ գնում են Չինաստանի, Հնդկաստանի։ Ուրեմն եթե Ռուսաստանը չկարողացավ դուրս գալ, այսինքն եթե այս համակարգից Ամերիկան օգտագործելու է Չինաստանին, Ռուսաստանին, Չինաստանի միջոցով Ռուսաստանին։ Դե հակառակը Ռուսաստանին, Չինաստանի դեմ։ Կապ չունի։ Պետք կլինի իրանք այնպես կսարքի, որ իրանք իրար հետ պատերազմի մեջ կմտնեն, բախման մեջ։ Ամերիկան կսարքի, իրան ձեռնտու է, ինչի՞ չէ։ Թող երկու հզոր իրար հետ բախման մեջ մտնեն, թուլացնեն իրար, հետո ինքը կգա որպես արբիտր կիշխի։ Բայց Ռուսաստանը դա ժամանակին հասկացավ եւ սկսեց Չինաստանի հետ մոտենալ։ Եվ իրենց հիմնական խնդիրը ո՞րն է, ասում է, աշխարհում գործում է ամերիկյան կանոններով աշխարհակարգ, արի վերադառնանք ՄԱԿ-ի կանոններով աշխարհակարգին։ Այսինքն այդ համբավը ՄԱԿ-ի, որը որ էֆեկտիվությունը ընկել է օբյեկտիվորեն, վերականգնենք եւ վերադառնանք։ Ֆինանսավորման խնդիր ունեն, չեն տրամադրում միջոցները, դուք տեսնում եք նաեւ ինչ, այսինքն ամեն ինչ անում է, որ այդ համակարգը բոլոր իմաստներով փլուզվի։ Բայց կա հիմնարար սկզբունքներ, որոնք բոլոր պետություններին ձեռնտու են։ Օրինակ տարածքային ամբողջ ոգևորվեց Պուտինը առաջինը ողջունեց այդ ինչը խաղաղության որ առաջ քաշեց Թրամփը։ Ողջունեց, բայց դա ՄԱԿ-ին չի փոխարինում։ Ողջունեց, ավելին ասեց այդ ռեզերվներից կարող եք այնտեղից միանգամից գումար վերցնել։ Հա, ասես ես 1 միլիարդ կտամ որպես Պաղեստինի օգնություն, բայց դա չի նշանակում որ ՄԱԿ-ից ինքը հրաժարվում է։ Ընդհակառակը Ռուսաստանի նախագահ Լավրովը գրեթե ամեն ելույթում ասում է, որ իրենց համար կարևորը ՄԱԿ-ն է, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որտեղ այնտեղ է հիմնարար աշխարհին կայունություն տվող հիմնարար սկզբունքները դա։ Հիմա այսօր Չինաստանը ասում է Թայվանը իմն է, եւ ինքը ճիշտ է ասում, որտեղ ասում է ՄԱԿ-ով, այո, երեք էլ նորից Թրամփի հետ ասում ՄԱԿ չլինի, եք ասեն, ով ասաց որ քոնն է Թայվանը, ինչ որ հիմքով է քոնը, իսկ ՄԱԿ-ով իրենն է, այո։ Եվ այդ առումով ըստ էության Ռուսաստանի դաշնակից է ողջ աշխարհը։ Ինչ որ պայգա նաեւ ԱՄՆ-ն։ Ուղղակի ԱՄՆ-ն իր ուժը զգալով ասում է իսկ Բայց քանի որ այդ ռեզերվները ինչ դուք մանրամասը նկարագրեցիք շարունակում է մնալ այնտեղ եւ ինքն էլ հենց Հնդկաստանի հետ կապված է նորից խոսել է, ասում է տեսնում եք ես դրանով կարողացա մաքսատուրքերով վախեցնել եւ հիմա մենք համաձայնեցինք որոշակի զիջումների եւ այո Հնդկաստանը կաշխատի այս ուղղությամբ ինչպես մնացած երկրները։ Այդ ռեզերվը գիտեք մոտավորապես ինչ է, պատկերացրեք ստանում եք աշխատավարձ, բայց այդ աշխատավարձը չեք ծախսում։ 90%-ը տանում եք դնում եք բարձի տակ պահում եք։ Պարզը որ ձեր կյանքի որակը ընկնելու է։ Դուք ոչ կարողանալու եք, ասենք, ձեր բնակարանային պայմանները բարելավել, ոչ ավտոմեքենա գնել, ոչ մյուս սնունդի եւ ասած։ Այդ ռեզերվները կարողանում է եւ իր զենքով կարողանում առայժմ այդ բոլոր շանտաժներում։ Բայց ի տարբերություն ձեր բարձի տակ դրած փողերի, դա երբ ուզեք կարող եք հանել օգտագործել։ Այդ ռեզերվները չեք կարող օգտագործել։ Դե իմաստը նշանակում է դու անվճար ուղղակի նվեր ես։ Բայց առայժմ դրա դեմ ոչինչ անել չես կարող։ Առայժմ իհարկե ոչ, որովհետեւ դա փոխել նշանակում է դա քանդել ամբողջ ֆինանսական ամերիկյան ֆինանսական համաշխարհային համակարգը։ Դա երբեք չի քանդվի, դա ոչ մեկ ի վիճակի չի դա անել, բացի Ռուսաստանից։ Բայց դա կլինի այն ժամանակ։ Կամաց բրիքսի համակարգն է քանդում, ոնց որ տեսնում եք, այդ երկրներին կործանելով գնում է։ Այո, միչև որ։ Հա, բա տեսնում եք, աշխարհը չկանգնի միջուկային պատերազմի շեմին, եւ ԱՄՆ-ն վախից դրթված ասի ես համաձայն եմ։ Արի նստենք, տեսնենք ոնց ենք անում, որ Այսինքն ինքը հիմա Ռուսաստանից զբաղեցնում է նրանով, որ ես կողմնակից եմ դա պատերազմի դադարեցման։ Ինքը զբաղեցնում է, ինքը շեղում է ուշադրությունը նրանից, որ Ուկրաինայում կոնֆլիկտի կողմը ինքն է։
ոչ թե Ուկրաինան։ Ուկրաինա չի Ուկրաինա։ Ոչ վերնախավը ողջևորված դրա մասին է խոսում, որ կողմ է, տեսեք Թրամփը եւ այլն, եթե հետևենք այդ առաջատար լրատվամիջոցներով, բայց այսպես ոնց որ դուք եք խոսում, կան նաեւ այդպիսի հոսանքներ, բայց այդքան էլ բարձր չի իրենց ձայնը։ Դե, ասում եմ, կա նախ չմոռանանք, որ Միացյալ Նահանգները վերահսկում են համաշխարհային տեղեկատվական հոսքերի մեծամասնությունը։ Այդ համակարգը չի փոխվել։ Ոնց կար այդպես է մնացել է։ Հետևաբար Ռուսաստանի նախագահը ինքը չի կարող միանգամից հանրային կարծիքի դեմ գնալ։ Չէ, բայց կոնկրետ Կրեմլին լրատվամիջոցները այն ձեր ասած այդ վտանգավոր ուղղության քարոզիչներն են այս բանը։ Բոլորը առանց բացառության։ Ես Կրեմլին լրատվամիջոցը միայն Կրեմլին ռուն է։ Այլ լրատվամիջոց ես Կրեմլին չգիտեմ։ Այսքան ռուսական առաջին ալիք, ORTV-ան այդ գալիքները առաջին, երկրորդ ալիքները։ Կրեմլին չի, ես վստահ եմ։ Չի ծառայում։ Չէ, անկամ Սալավյովը, Մարգարիտան։ Ոչ, Մարգարիտան Լևան։ Ոչ իհարկե։ Եթե տեսնում եմ որ առաջին ալիքի հաղորդումները գրվում են Կրեմլում, սխալվում եք։ Կրեմլը չի խառնվում այնտեղ։ Ինչ եք ասում։ Դե այտենց։ Մարգարիտան ինքնագործունեությամբ է զբաղված, Սալավյովը ամբողջությամբ։ Չի, ինքնագործունեությամբ չի։ Հա։ Բայց այնպես չէ, որ sense ինստրուկցիան բերում են տալիս են, ասում են կարդա այսպես պետք է լինի։ Երբ որ պահը գա, իրենք հետևում են տրենդին։ Ինչու՞։ Այդ տրենդը եթե ձեր ասելով տանում է Ռուսաստանի կործանման եւ Ռուսաստանը գործիք է այս պահին։ Կործանման չի։ Չէ, բա գործիք է, դուք ասում եք գործիք է Ռուսաստանը։ Չեմ ասում գործիք է։ Ասում քանի որ Թրամփը կարողացավ ստեղծել այդ իմիջը, ժամանակ է պետք, որ այդ իմիջը կոտրվի։ Ռուսաստանը այդ ժամանակը Ես ասեմ նաև այդ իմիջը ստեղծեցին այդ լրատվամիջոցները։ Որովհետև իմիջը ստեղծում է նաև իրենց կողմից Ռուսաստանի ղեկավարությունը ժամանակ է պետք պատրաստվելու համար։ Շատ վարպետորեն են աշխատում։ Տեսեք, խոստացել է, չէ, որ չպիտի մեկ շաբաթ Թրամփն ասեց, ես պայմանավորվել եմ Պուտինի հետ, էներգետիկ ռեսուրսների վրա չի կրակելու, ճիշտ է Ուկրաինայի եւ իսկապես դադարեցրել է, հենց որ կրակեց, ասենք ուրիշ պարագայում Թրամփը կասեր այդ սրիկան խարդախը խափեց եւ այլն, ասես նորմալ է, որովհետեւ ես մի քանի օր էի ասել, այդպես էլ եղավ, տեսնում եք, որ այդ արտաքին բանը պահում է, էլի, որ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք եւ ամեն ինչ անում ենք, որ այս բանակցությունները ոչ մի բան չխանգարի տեղի ունենա Ուկրաինա-Ռուսաստանի դաշնությունը բանակցությունները շարունակվեն։ Ռուսաստանի ղեկավարությունը այս ժամանակը ինքն էլ է օգտագործում, չէ՞ որ ինքը նստած սպասում է։ Ինչ է անում։ Ժամանակը կորցնում է տարածքները։ Ժամանակը օգտագործում է, պատրաստվում է ԱՄՆ-ի հետ վճռորոշ ճակատամարտին, որը լինելու է մի շանս։ Այդ մի շանսը լինելու, այդ մի շանսը հավաքա։ Շատ լավ։ Հավանային հավանականությամբ կլինի Դումայի ընտրություններից հետո։ Մեկ այլ տեսակետ, հա, Վենեսուելան վերցնելուց առաջ հիշում եք, այսպեսի հայտարարություն եղավ Թրամփի կողմից, որ մենք ահռելի ներդրումներ ենք արել այնտեղ, ինչի պետք է մենք թույլ տանք, որ դա գնա, հետո ներկայացեցի, որ ծիծաղելի թվերի մասին է խոսքը, առանձնապես ոչ մի ինչ-որ բան էլ չէին արել ներդրումներ մեր ժամանակի, ինչ գիտեմ, որ թվերի բան, այսպիսի բաների մասին խոսում մեր հայրենակից Հենրիկ Սարդարյանը այդ Telegram ալիքում գրել էր, եթե մենք այդպես մոտենանք հետ խորհրդային երկրներին, դուք պատկերացնում եք, ինչ մակարդակից ուր է հասել այդ երկրները եւ այդ ամեն ինչը արվել է սովետական միության տարիներին, հետո ռազմավարական դաշնակիցներ են եղել, ինչպիսի ռազմական օգնություններ է տրամադրվել, եթե այդ հաշվարկով մոտենանք, թե ինչ է արվել, ուրեմն մենք իրավունք ունենք այդպիսի հայտարարություններ անելու, որ հետ խորհրդային երկրների նկատմամբ մենք ունենք այսպես առաքելություն ունենք եւ դա մեծ հաշվով մեր բան տարածքն էլի գոտնի, ինչպես որ ասեց Սալավյովի ասելուց թեպետ բոլորը հիստերիայի մեջ ընկան, բայց այդ նույն բանը նաև Թրամփ ասեց, չէ, իր տարածքն է, բայց այդպիսի հայտարարություններ անելով հանդերձ, տեսեք Թրամփը ասեց, գուցե սայթակեց կամ գուցե հատուկ ասեց, որ Կովկասի այդ հատվածը չնայած իր ազդեցության գոտին էր Ռուսաստանի Դաշնության, բայց ինչպես տեսնում եք, Պուտինն էլ հիացած էր, որ այդ հարցը կարողացա լուծել։ Հիմա ես ուզում եմ սահուն գալ մեր տարածաշրջան, էլի թուլացած բան դիրքերից է Ռուսաստանը խոսում եւ միջև ժամանակը անցնում է, իրենք միջանցքով Թրիպով մենք տեսնում ենք շատ ամուր կերպով ամրանում են այստեղ ամենայն դեպս իրենց դաշնակիցներին Թուրքիային եւ նաեւ Ադրբեջանին ամուր կերպով ամրացնում են, իհարկե այդ ամեն ինչը նաեւ մեր հաշվին է։ Ցավոք սրտի մեր հանրությունն էլ, դուք ասում եք տրենդը Թրամփն է, մեր հանրությունն էլ դա չի հասկանում եւ ինչ որ ոգևորություն կա։ Ինչ զարգացումներ, ինչ կանխատեսումներ մեր տարածաշրջանում։ Ուրեմն Ռուսաստանին ձեռնտու չի, որ ԱՄՆ պետությունը փլուզվի։ Ինչի՞, որովհետև ԱՄՆ պետությունը այն միակ պետությունն է, որ ունակ է զսպել ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակիցներին կամ իր ստորադասներին։ Եթե ԱՄՆ պետությունը փլուզվի որպես պետություն, ով է զսպելու այդ Եվրոպային, Թուրքիային նույն
Հետևաբար Ռուսաստանին պետք չի 100 ֆրոնտով միանգամից կռիվ տալ բոլորի հետ։ Ձեր ասած իր շահերը վերականգնելու համար։ Ինքը կռիվ է տալի մի պետության հետ։ Ժամանակավոր ինչ որ տեղեր զիջելով։ Ինչի որ իրան բերի մի վիճակի, ասի այ գնա ստիպի Եվրոպային, որ զենք չտա, գնա ստիպի Թուրքիային, Ադրբեջանին, քո դաշնակից Բրիտանիային, որը Ադրբեջանում իշխում է, որ Հարավային Կովկասը իմ զոնան է։ Այսինքն ինքը ԱՄՆ-ին բերում է, ինքը ուրիշ ձև ինքը չի կարող, 100 ֆրոնտով կռիվ չի տալու։ Ուրիշ այդքան ռեսուրս չունի ինքը Ռուսաստանի հետ 100 ճակատով կռիվ տալու։ Ինքը ռեսուրս ունի մի պետության հետ կռիվ տալու, ԱՄՆ-ի հետ։ Բայց դրա կռիվ տալու միակ ձևը տանկը չի։ Ինքը տանկով չի կարող ԱՄՆ-ին վախեցնել։ Քո տանկ չի տանելու ԱՄՆ սահմանների մոտ կամ զորք։ Միակ վախեցնելու ձևը միջուկային զենքն է, ուրիշ ոչ մի բան չունի։ Եվ այդ վախը ինքը բռնել է, կբռնի ապագայում, մոտ ապագայում։ Եվ բռնելով իրանք ԱՄՆ-ի հետ կպայմանավորվեն, որ Կասիմ Իվարկյան, իմ զոնան է, Հարավային Կովկասը, ով է ձեզ թույլ տվել առանց ինձ հարցնելու, իմ շահերը հաշվի առնելու ինչ որ թրիպ բացել։ Այդ պայմանավորվածության մեջ դա էլ է մտնելու։ Բայց դա կմտնի, երբ որ իրան գան այդ պայմանավորվածության։ Այլ ձև չկա լուծելու այդ հարցը։ Հո ամենտեղ SVO չի անելու Ռուսաստանը։ Այդքան նախ ռեսուրս չունի, ոչ էլ ցանկություն ունի։ Դրա համար ինքը Ուկրաինայով ինքը հասունացնում է ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտը։ Ուկրաինայով ինքը հասունացնում է ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտը։ Ինքը այլ կոնֆլիկտի կարիք չունի Ռուսաստանը, որտեվ առանցքային կոնֆլիկտ դա ուկրաինականն է։ ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու միակ ձևը դա ուկրաինական կոնֆլիկտն է։ Դիվանագիտական առումով էլ, հա, ձախողումներ, երկրորդ նախագահը խոսում էր, որ գոնե քիչ թե շատ շահեկան կլինի, թե Էսմիջանսկի հարցում եւ անվտանգության առումով հնարավորինս ներգրավեն Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը, բայց մենք դա չենք տեսնում, այսինքն ճանապարհը շատ ավելի երկար լինի, որտեղ այստեղ նախ անվտանգության երաշխիք Միացյալ Նահանգները չի տալիս եւ հնարավոր է ինչ որ մի պահից վաճառի, ասում էր սա հիմա դիվանագիտական ձախողում է, որ Ռուսաստանը չի կարողանում գոնե այս առումով ճնշի, բանակցի, չգիտեմ, Նիկոլի վրա կամ Միացյալ Նահանգների հետ բանակցի եւ կարողանա հասնի դրան։ Չէ, ձախողում չի, դուք մեղմ եք ասում, սա պատերազմ է, ինչ ձախողում։ Սա անզիջում, կենացմամբ պատերազմ է, այստեղ որևէ մեկին չի խնայում։ Հետևաբար այստեղ բնապարզ է որ չկա այստեղ դիվանագիտական, չգիտեմ, դիվանագիտական պարտություն, վանգոյություն չունի։ Ոնց կարող է ասեմ, չգիտեմ, 43 թվականին կարող էր դիվանագիտական ձևով Խորհրդային Միությունն Նացի Գերմանիան պայմանավորվեն։ Իհարկե ոչ։ Այսօր էլ հնարավոր չի դա։ Ուղղակի դիվանագիտությունը եւս այդ պատերազմի մաս է կազմում։ Այս դրա մասին որ խոսում է երկրորդ նախագահը ի՞նչ է նկատի ունի, որ մենք կարող էինք հասնել։ Հա, այն դեպքում եթե մեր երկիրը օկուպացված չներ թուրքերի կողմից, ունենայինք նորմալ իշխանություն, գուցե հասներ դրան։ Դրա մասին է խոսքը։ Նախ ամերիկացիք թույլ չեն տա, որ այս այդ պրոյեկտում լինեն Իրանն ու Ռուսաստանը։ Պարզ է որ թույլ չեն տա։ Բայց իրենք թույլ են տալու ուզած-չուզած։ Երբ որ միջուկային հրթիռները կուղվեն Նյու Յորքի վրա, իրենք ուզած-չուզած գալու են դրան։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Դրա համար Դումայում ընտրություններ պետք է լինեն աշնանը Դումայում։ Ես ենթադրում եմ, որ այդ Դումայում ընտրություններում զգալի մասը, ասենք, իշխող կուսակցության լինելու են հատուկ ռազմական օպերացիան անցած սպաները։ Եվ Դումայի ընտրություններից հետո միգուցե նաև կառավարության անդամները դառնան իրենք։ Այսինքն տեղի է ունենալու, այսպես ասենք, իշխող անձանց փոփոխություն, որից հետո ես կարծում եմ մենք կտեսնենք Ռուսաստանի քաղաքականության փոփոխություն։ Այսինքն ինքը բոլոր իր շահերի եւ կարմիր գծերի շուրջ պայմանավորվելու է վերադասի հետ, Միացյալ Նահանգների հետ։ Ինչ իմաստ ունի գալ պայմանավորվել ստորադասների հետ, որոնք ոչ մի բան ինքնուրույն չեն որոշում։ Իմաստը ո՞րն է։ Եթե իրենք ինքնուրույն որոշեն Հայաստանի իշխանությունները, միգուցե եւ անեին, բայց չեն որոշում, չէ՞։ Շատ կար ձևակերպում, ինչ է Էսմիջանսկը եւ ինչ սպառնալիքի տակ է դնելու Հայաստանի Հանրապետությունը։ Ուրեմն ԱՄՆ համար 1 ռազմավարական խնդիրը հաղթել Ռուսաստանին ծնկի բերել որպես պետություն ոչնչացնել այն պետությանը, որը ընդունակ է իրեն ոչնչացնել, այսինքն իր միջուկային զենքը խլել, ոչնչացնել։ Սա է։ Այսինքն Տրամպի հիմնական կալիբրը, այսինքն գործողությունների ուղղությունը, կալիբրը, մեծությունը Ռուսաստանն է, ուրիշ ոչ մի բան։ Այդ ընթացքում բնականաբար ինքը գործի է դնում իր ենթականերին։
ասում եմ Մեծ Բրիտանիա, ինչ կարաս անես Ռուսաստանի շահերին հարավային Կովկասում խփես։ Ասում եմ ես ինչ անեմ։ Ղարաբաղյան խնդիրը լուծում եմ իօքուտ Ադրբեջանի, ռուսներին դուրս ենք դնում, բացում ենք միջանցք, որը բրիտանական եւ թուրանական միջանցքի դեր կկատարի։ Այդ ձևով ես ստեղծում եմ Ռուսաստանի նկատմամբ հզոր ուժ։ Ասում եմ ԱՄՆ-ն ասում է շատ լավ է, արա։ Էմիս Թուրքիա դու ինչ կարող ես անել այդ հարցում։ Այս օգնի, բայց ԱՄՆ-ն ուղիղ չի մտնում այդ կոնֆլիկտին, չի ասում ես հեսա Ռուսաստանին կոչացնեմ, ոնց որ Բայդենն էր ասում։ Տրամպը այդպես չի ասում, ինքը ասում է խաղաղություն, բարի շենք, պայմանավորվենք, բայց ըստ էության մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ անդամ պետության իր ենթականները ուրիշ բան են անում։ Այս տիպի որ այդ բանը չանեն, այնչ ԱՄՆ-ն չի կարող ստիպել։ Առնվազն տարօրինակ է, որ դուք ասում եք ռուսական լրատվամիջոցներն էլ ձեր ասելով բոլորը օկուպացված են եւ Կրեմլին չեն ենթարկում, այն ինչ որ դուք ասեցիք, այդ ամերիկյան թրենդը Ես չեմ ասել օկուպացված են։ Բա ի՞նչ է նշանակում դա։ Հիմա դուք խոսում եք կոնկրետ Ռուսաստանի ոչնչացման գերխնդիրը դրված է, բայց հետևում եք լրատվական ողջ բանը թրենդի տակ աշխատում է, որ այո, հիմա կբանակցեն, Թրամպը տեսակ ինչ բան հայտարարություն արեց, հիմա կճնշի, հիմա Եվրոպային այս վիճակի մեջ կայտնվի, դե գնացեք ձեր հարցերը Դանիայի հետ լուծեք, Թրամպը շատ Թրամպի գլխավոր խորհրդական ու փեսան եկան այս բանակցություններ Ուկրաինայի հետ, ամբողջությամբ այդ բացառություն մի քանի այսպես ասեմ, Telegram կանալներ ու բաներ, որ բլոգերներ, որ այդ ձեր ասած ուղղությունն են տանում, որ Թրամպը շարունակում է խորքային ամերիկյան պետության քաղաքականությունը, այն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնությունը։ Ես չեմ ասել օկուպացված են։ Բա ինչ է դա նշանակում։ Եթե այդ գիծն են տանում, չի նշանակում։ Այն որ եթե գերագույն գլխավոր հրամանատարը հակահարձակման հրաման դեռ չի տվել, Պիտի կապիկություն անել։ Ոչ մեկ Բա դուք ասում եք պիտի հանրային տրամադրություն ձևավորվի, որ հասունացնի այն պահը, որ այո, եթե դու այսպես ես անում, ես դոկտրինը փոխել եմ, հիմա էլ չկա այս պայմանավորություն, ես կարող եմ գնալ այս քայլին, բայց հանրային կարծիքը ձևավորման համար էլ չէ, ինչ որ բան պիտի արվի։ Դե պիտի նախապատրաստվում են, բայց չկա բացարձակ դա չկա, այդտեղ միևնույն բան է, ինչ որ անհասկանալի է։ Տեսեք, սրան զուգահեռ ինչպես դուք ասեցիք, որ ոչ մի բան Միացյալ Նահանգներում պատահական չի լինում, մեծ սկանդալ է հասունանում Էփշտեյնի հետ կապված, շատ հայտնի էկոնոմիստ, գործարար, չգիտեմ, մարդ, իդեպ այստեղ ոնց պատտում են, հիմա շատ տարօրինակ բաներ է տեղի ունենում, մարդը, չգիտեմ, սայթակում ոդկը ընկնում է կամ չգիտեմ ինչ տեղ ունեն, հիմա շատ մոդայիկ է դարձել, Եվրոպայում ամեն ինչ կապում են Պուտինի հետ, գիտեք, շատ փորփրեցին 3 միլիոն բան է դուրս եկել հրապարակ իրենց անվտանգությունը սա հանրայնացրել է, հրապարակել է եւ այնտեղ ոչ մի կերպ այդ կապը այդպես էլ չկարողացան գտնել Պուտինի հետ, երևի շատ ուրախ կլինեին, որ գտնեին, բայց ազնիվերեն իմաստով, որ ասում են անverջ փորձել է կապի դուրս գալ Պուտինի հետ, չի կարողացել, սա այդպես միջանկյալ բան, բայց շատ սկանդալային փաստաթուղթ է, այդ կղզում, հայտնի կղզում փաստորեն զբաղվել են մանկապղծությամբ եւ ոչ միայն այս հրապարակումներից հայտնի է դառնում, այն ձեր ասած գախնի հայտնի պլանները այս կամ այն երկրի հետ կապված, այս կամ այն գործողությունների հետ կապված մի շարք բաներ են եւ այնտեղ դրա մեջ ներգրավված են շատ հայտնի դեմքեր, գիտեք որ Քլինտոնը եւ իր կինը շուտով պիտի կոնգրեսի արչեւ կանգնեն եւ կոնգրեսականների հարցերին պիտի պատասխանեն, թեպետ Թրամփն ասեց ես պետք է չհամաձայնեին գնալ դրան, Թրամփը հերքում է որ որևէ կապ է ունեցել, բայց այդ լուսանկարներ բաներ են արդեն կամանց հրապարակ են գալիս անգամ տիկնոջ հետ նրա միջոցով են ծանոթացել, պարզում է այդ կղզում իրենք եղել են եւ այս կեղտոտ, այս ամեն ինչի մեջ իրենք էլ են ներգրաված։ Ավելին, ես հիմա խնդրեի որ ցուցադրել նույն հիմա նաեւ բանի առաջ է կանգնած Բրիտանիայի վարչապետը Ստարմարին հարց ուղղեցին իրենց պարլամենտում, խնդրեմ, ասում է հիմա դուք պիտի ասեք, դուք իմացել եք, որ Միացյալ Նահանգների դեսպան, որ դուք եք նշանակել Մանդելսոնին, դուք գիտեիք, դուք գիտեիք, որ ինքը ներգրավված է, ինքը եղել է այդ կղզում եւ այս կեղտոտ բաների մեջ ներքաշված է եղել, հարց են տալի եւ ինքը ընդունում է, խնդրեմ, ես մեկ վարքյան ընդհանրապես security vetting he received mentioned Mandelson's ongoing relationship with the paedophile Jeffrey Epstein. So clear. Right, Melissa? Yes, it did. Yes. Մեծ սկանդալ եւ աղմուկ եւ արծացել, ասում են սա շատ թանկ է արժանանալ եւ հնարավոր է որ հրաժարականը
պահանջեն, ինչու այս փուլում այս ամենը եկավ հրապարակ, ինչպես դուք եք ասում, ոչ մի բան պատահական չի լինում, այսինքն ողջ էլիտար, քաղաքական էլիտան, եւ ոչ միայն էլիտան այս կեղտոտ բաների մեջ ներքաշված է։ Ասեմ, որ միայն այդ սեքսուալ սեռական բան սկանդալների մասին չի խոսքը, այնտեղ նաև մի շարք այլ փաստեր եւ հանգամանքներ են հրապարակ եկել։ Ну, ես չգիտեմ փաստ, որ Տրամպը անձամբ խոսքը գնալու մասին չի այդ կղզի, որ ինչ որ այդ բացությունների մեջ մասնակցել է թե ոչ, բայց հարցը այն է, որ այն ժամանակ եւ հիմա էլ համակարգը այնպեսին է, Տրամպը դե միլիարդեր, չէ, բիզնեսմեն, այսինքն դու չէիր կարող այդ շրջանակից շփվել, բայց լինել միլիարդեր։ Դա կանոն էր։ Դու միլիարդեր ես, որովհետև շփվում ես այդ շրջանակի հետ։ Դու կարող ես քեզ ինչ որ հարցերում զսպում ես, չես այդ ամբողջ թափով այդ բացություններին չմասնակցես, բայց կան որոշակի մասնակցության շրջանակ, որ դու պետք է անես, հակառակ դեպքում դու միլիարդեր չես լինի։ Դա գին է, որ դու վճարում ես։ Այդպեսին է համակարգը։ Հա հրաժարվի միլիարդներից հետ գնա սովորական կյանքով ապրի, միգուցե այդ ժամանակ քեզ բաց թողեն։ Բայց եթե դա է շրջանակը շփումների, դու պետք է շփվես։ Ես կարծում եմ, այստեղ հնարավոր է Տրամպի նկատմամբ են ճնշում։ Հա, ինչու հիմա հրապարակ եկավ։ Դա կարևոր չէ, այնտեղ ինչ է, ինչ չի, այդ իրենց գուցե նաև ներքին հարցեր, չնայած ոչ միայն ներքին, շատ այլ հարցեր են հրապարակ գալիս, մենք տեսնում ենք ամեն օր նոր բաներ են հրապարակ գալիս, բայց ինչու հիմա։ Դե օրինակ, եթե օրինակը բերենք այդ 62 թվականին այդ Կարիբյան ճգնաժամի հետ կապված, այն ժամանակ եւս օրինակ Կենեդին պատրաստվում էր միջուկային հարվածները ոչնչացնել ԽՍՀՄ, բայց հետո ինքը փոշմանեց։ Այսինքն այնտեղ էլ գնում էր ներէլիտար պայքար, էլիտայի մի մասը պնդում են, որ ինքը պետք է հարված հասցնի Խորհրդային Միությանը, մյուս մասը ասում են, չէ, գնա պայմանավորվի։ Այսինքն նոր ճնշումներ է հիմա Տրամպի վրա։ Ինքը այնքան չպայմանավորվեց Կենեդին, հասցրեց միջուկային ճգնաժամի։ Դե դրա համար Կենեդին Ու հետո ըստ էության Միացյալ Նահանգները բավականին, այսպես ասենք, հեղինակազրկվելով հետ քայլ արեցին, ընդունելով ԽՍՀՄ-ին որպես հավասարի։ Եվ կա կարծիք, որ հենց այդ պատճառով են Կենեդին սպանել։ Բայց ասում են Կենեդին ամենասթափն էր, որ այնուամենայնիվ եկավ դրան, եկավ որոշակի համաձայնությամբ, բայց մաֆիան իրեն չներեց։ Ուշացումով եկավ։ Հա, բայց դա մաֆիան գնաց դրան, նաև չներեցին իրեն։ Ես կարծում եմ, որ ամերիկյան օլիգարխիկ համակարգում ընթանում են խմորումներ։ Մի մասը իրոք երևի հասկանում է, որ վաղը մյուսօր այդ օրը գալու է, երբ ռուսական միջուկային հրթիռները ուղղվելու են դեպի իրենց եւ իրենք մտածում են, որ արդեն երևի կարելի է մտածել ապագա պայմանավորվածության մասին։ Մի մասն էլ ամենայն հավանականությամբ ասում են, չէ, Ռուսաստանը ի վիճակի չի մեզ հաղթելու, եկեք արագացնենք Ռուսաստանի ոչնչացման process-ը։ Այս սկանդալները դրանով են պայմանավորված, որովհետև ակնհայտ է, որ ճնշումներ են բանեցնելու Թրամփի դեմ, նաև հանրապետականների, հիմա եթե Քլինտոնին եւ տիկնոջը կանչել են Հիլարիին, հա, այսինքն այս ճնշումներ Թրամփի դեմ է, Ռուսաստանի Դաշնությունը։ Ну, Թրամփի դեմ չէ, այսպես ասենք, իշխանության թևերը, օլիգարխիկ թևերը միմյանց դեմ պատերազմ են վարում։ Ըստ երևույթի, ինչպես լուծել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Գնալ միջև վերջ Ռուսաստանին հարվածներ հասցնելով անխնա եւ հասնել նրան, որ շատ արագ Ռուսաստանին ծնկի բերել, թե այնուամենայնիվ լսել Ռուսաստանի հորդորները, չէ՞ որ այնտեղ բանակցություններ են գնում Ռուսաստան ԱՄՆ-ը, մենք չգիտենք ինչ են խոսում։ Մենք չգիտենք կուլիսների հետևում։ Շատ լավ։ Եւ գնալ պայմանավորվածության։ Մենք երբ որ Արցախը արդեն մի մասը պատերազմից հետո օկուպացրել էին մի մասը ռուսական ռուս խաղաղապահները այնտեղ կանգնած էին, հիշում եմ, մենք խոսում էինք, դուք ասում եք, որ պետք է այս պահին պետք է, որ հնարավորինս պահել այս իրավիճակը, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, այսինքն ժամանակ է պետք։ Մենք տեսանք, որ այս իշխանությունները Եվրոպայի ձեռքով ամեն ինչ արեցին, արագացրեցին եւ Արցախը հանձնեցին։ Հիմա թշնամին շտապում է, Միացյալ Նահանգները շտապում են։ Դուք մանրամասը նկարագրեցիք ինչ իրավիճակ է եւ անգամ մտել են տարածքներ, որ իրենք էին խոստովանում, որ դա Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտիներ են եղել, հա, ժամանակին։ Հիմա իրենք շատ ակտիվ կերպով մտել են։ Այս միջանցքի հարցը, խաղաղության պայմանագիրը, այսպիսի նաեւ ինֆորմացիա կա, որ շատ շուտով մեկ ամսից այդ խաղաղության պայմանագիրը կկնքվի, որտեղ իրենք պնդում են, որ դե սահմանադրության փոփոխություն լինի, բայց հասել են նրան, որ
պիտի ընտրությունից հետո նոր պիտի Նիկոլե Տամենչյանի եւ Սյունիքի հարցն է դրվում եւ Միջանցքի հարցն է դրվում եւ Սարոյցյան, այսինքն հասնելու են իրենց նպատակին եւ դրան հաջորդիվ ճանապարհները բացվելու են եւ 300,000 ադրբեջանցի բերելու է։ Այսինքն տեսնում ենք, որ թշնամին Նիկոլի հետ միասին շտապում են Հայաստանի օկուպացիա, ինչպես Արցախը կործանվեց, այդպես էլ Հայաստանը կործանել։ Ցավոք սրտի մեր հանրությանը մենք սա չենք կարողանում հասցնել։ Եկեք ընդունենք, որ մեր հանրությունը այդ սթափությունը գիտակցություն ունի, ավելին ասեմ, գուցե նաև հիմա դուք պնդեք, որ մեր ընդդիմադիր էլիտան անգամ այդ սթափությունը ունի, որ մենք ինչ սպառնալիքի տակ ենք, որ այն ինչ որ սպառնում էր Արցախին, նույն սպառնալիքի տակ է նաև Հայաստան։ Հիմա գիտեք ինչ են ասում են, չէ, անհնար է Հայաստանը լինելու է, ուղղակի ուրիշ ձևաչափով, ուրիշ ֆորմատով, չգիտեմ, ուրիշ տեսքով, այսպեսի մի բան են ասում, ոնց որ ասենք հիմա ասենք Քադաֆիի երկիրը, Իրաքը, օրինակ գիտեն, նորմալ գիտեն, որ 8 մասի է Իրաքը բաժանված։ Չգիտեն, չէ՞, կամ այնտեղ երկու տարբեր կառավարություններ են, անհասկանալի է։ Նույնը Քադաֆիի երկրում մեր նույն վիճակը այնտեղ է, ասենք էլի 4 մասի բաժանված, էլի երկու տարբեր ուժեր են, այսինքն չգիտեմ, մենք էլ այնքան մեծ չենք, որ պիտի ինչ-որ մասերի բաժանենք։ Հայաստանը ամբողջությամբ կործանվելու գնալ, գուցե քարտեզի վրա մի հատ այդ կետը լինի։ Հիմա այս իմաստով դուք ասում եք պետք է ժամանակ միջև սա հասունանա Ռուսաստանի, իրենք էլ շտապում են կարողանանք այս փուլում արժևում 4 ամիս, ընդամենը 4 ամիս է մնացել եւ այն հրեշավոր ծրագիրը Հայաստանի հետ կապված ինչ որ պլանավորել են Հայաստանի վերջնական կործանման, այսինքն ճանապարհը Թուրքիայի բացվելու, Ադրբեջանից բացվելու է, 300,000 ադրբեջանցի բերելու է, մնացած արդեն տեխնիկայի ճաշակի հարց է, ոնց կվարվեն մեզ հետ։ Չգիտեմ, այս իրավիճակը ոնց է գնահատում եւ ինչ է մեզ սպառնում։ Դուք էլ ասում եք ժամանակ 4 ամսում, չէ, իհարկե 4 ամսում ոչինչ չի փոխվի։ Ես կարծում եմ հիմնական փոփոխությունները Ռուսաստանում տեղի ունենալու աշնանակայանալիք դումայի ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ։ Իսկ եթե այս փուլում արդեն 300,000 ադրբեջանցի ընտրությունից հետո, եթե Նիկոլին ընտրի է ժողովուրդը եւ ընտրությունից հետո բերի եւ Նիկոլը բերի 300,000 ադրբեջանցի, կա արդեն հույս, թե արդեն վերջացավ Հայաստանը։ Չէ, պետք չի, այդպես չեմ ուզում գնահատել։ Այդպես Արցախն էլ չի գնահատում, վերջացավ։ Չէ, դե նախորդ չասենք վերջացավ։ Չէ, եթե Նիկոլին ընտրում են, այդ մարդը հստակ դրել է, չէ՞, խնդիրի սահմանադրություն փոխվի։ Այս միջանցքով վերցնում են, կտրում են, Թուրքիան ճանապարհը բացում են, այնտեղից ճանապարհը բացում են, Սյունիքից գալիս են։ Ինչ է դրա դեմ դիմադրական ինչ ունենք մենք դիմադրելու, ոչ մի բան։ Մենք չունենք դիմադրելու։ Ահա, ոչ մի բան չկա։ Ռուսաստանն էլ ասում ենք դեռ ժամանակ չունի։ Ժամանակ հարցը չէ։ Բայց Նիկոլն է շտապում է, ոնց որ Արցախի հարցում շտապեց, ասեց Ադրբեջանը հանձնեց, հիմա նույն կերպ շտապում է եւ Միջանցքը հանձնել եւ գնալ խաղաղության այս բանը, գնալ այս Հայաստանի կործանման փաստաթուղթը Ալիևի հետ ստորագրել, հետեւաբար, ինչ է։ Չգիտեմ, ես պատասխանը չունեմ, ես ասում եմ, այո։ Մենք այդ սպառնալիքի տակ ենք, եթե Նիկոլը մնում է եւ Նիկոլը ընտրվում է։ Սպառնալիքի տակ ենք, այո, համաձայն եմ, բայց ես պատասխան, այդպես պատրաստի պատասխան չունեմ։ Ասում լուծում հիմա չեմ, ոնց տամ հիմա լուծումը, ես ինչ ասեմ, ասեմ 4 ամսում ինչ է փոխվելու Հայաստանում, որ 4 ամսում կդ ամեն ինչը կփոխվի։ Միակ հույսերից մեկը այն է, որ ասենք ընտրություններին մասնակցությունը մեծ լինի ժողովրդի, ասենք 60 մինիմում 60-ի մոտ մինիմում եթե ավելի լավ այդ դեպքում իշխանության համար դժվար կլինի իր ռեսուրսներով հաղթելը, որովհետև սովորաբար 50% Ռուսաստանը առանձնապես ակտիվ չի խառնում, Երեք Մատվիենկոն ասեց, դե եթե դուք ուզենաք դիտորդներ կգան եւ այլն, դուք տեսնում եք այնտեղից հենց մի հայտարարություն է հնչում, դուք մեր ներքին հարցերի խառնում եք։ Եվրոպան բաց տեքստով ասում է, որ մենք տրամադրելու ենք, հետևելու ենք, միջոցներ ուղարկեցին, միլիոններ ուղարկեցին, Մոլդովայի օրինակը մեր աչքների առջև, թե ինչ արեցին ընտրված Եվրոպայի միջամտությամբ, տեսակ որ հասան նրան, որ չընտրված մարդը շարունակեց մնալ իշխանության, այս ամեն ինչը կա եւ իրենք շատ ակտիվ ձևով ավելին դուք տեսաք, որ շարունակում են մնալ քաղբանտարկյալները շարունակում են մնալ, այս հիմա կխոսենք նաեւ գերիների հետ կապված, այսինքն այս հարցերը շարունակում են մնալ։ Այո։ Ահա, դա այսինքն շատ բարդ է լինելու, դժվար է լինելու, իսկ Ռուսաստանը դեռ սպիտակ ձեռնոցներով այսպես պատտելու այդ մոդայից դուրս չի գալիս, ասում է ներքին շատ բաներում իրենց ներքին հարցերն են։ Թրամփն ասում է, եթե դուք համարձակվեք
որ երկրի համար էր, ասել Իրաքի։ Եթե դուք այդ վարչապետի նորից նշանակեք, ուրեմն դուք կտեսնեք, այսինքն ռումբի տեսքով կտեսնեք։ Կոնկրետ ասում, եթե դուք համարձակվեք նշանակել։ Իրանին ասում է, եթե դուք հանկարծ այդ բանը ինչա, ահաբեկչություններ, անկարգություններ, հեղափոխության փորձ անողներին հանկարծ համարձակվեք, չգիտեմ ինչ անեք, դուք կտեսնեք, շատ կոնկրետ հայտարարում է, չէ՞ այդպես։ Այո։ Կամ Մեքսիկային ասում է, դու համարձակվես հանկարծ նավթ ինչ որ պաշարներ տաս Կուբային, դու կտեսնես, այն մյուսին այդպես ասում է։ Այս Ռուսաստանն ասում է, չէ, ես դեռ թրենդի մեջ եմ, սպիտակ ձեռնոցներով ներքին գործում չեք խառնվում։ Չէ, ինքը դեռ չի ասում, ինքը ասում է չեմ խառնվում եւ չեմ էլ խառնվելու եւ չի էլ խառնվելու։ Ահա։ Ռուսաստանը այդպես չի գործում, ինքը չի կարող Ամերիկայի նման գործել։ Քաշը չի, ինչ է։ Ճիշտ է անում, որ չի խառնվում, ինչի համար։ Թող այդ ժողովուրդները ընտրություն կատարեն եւ պատասխանատվություն կրեն այդ Իմիջիալը դուք այդ որ ասում եք ժողովուրդներ, ես այն ուժերի մասին, այն հոսանքի մասին, որ խոսում են, որ իրանք քննադատում են, որ այս Թրամփիզմը շատ մոդայիկ շարունակում է մնալ կրեմլյան ալիքներով եւ Կրեմլում շարունակում են այդպես ոգևորված խոսել, իրենք նաեւ դրա մասին են խոսում, ասում են ինչ ապուշություն եւ անհեթեթություն է, երբ որ դուք ասում եք մենք Սիրիացուց ավելի սիրիացի չեն կարող լինել, հատկապես հետ խորհրդային երկրների հետ կապված ասում եք դուք հայից ավելի շատ հայ չեն կարող լինել, Վենեսուելացուց ավելի շատ չեն կարող լինել, չէ՞ որ այսպես թե այնպես դրանք մեծ ահռելի ռեսուրսների մասին է խոսքը եւ դա այս կամ այն կերպ կապված է Ռուսաստանի անվտանգության հետ, Ռուսաստանի հացի հետ, ցորենի հետ եւ այլն եւ այլն։ Մենք այո, մենք եթե մենք այսպիսի նկարտումներ ունենք, մենք պետք է լինենք հայից ավելի հայ եւ մենք պիտի ունենանք մասնակցություն։ Իմիջիալից հենց այդ նույն ուժերն են, ովքեր այս վտանգների մասին, Թրամփիզմի մասին վտանգավոր բան հուշում էին, հիմա ավելի շատ աղմկում են, այս դրա մասին է խոսում, որ պետք է լինել։ Հակառակ դեպքում այսպես հերթով բրիկսյան երկրներ են կորցնում եւ հետ խորհրդային երկրները շարունակում են կորցնել։ Ես համաձայն չեմ, որտեղ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու 10 ուղղությամբ վատնել իր ռեսուրսները եւ ի վերջո ռեսուրսակամ լինել։ Իմաստ չունի դա անելու, եթե ինքը միևնույն է։ Այսինքն ինքը ռեսուրսներ կարող էր տրամադրել $100 միլիոն, կարող էր տրամադրել այդ ընտրություններում Ուկրաինայում, ռուսական դեպի այդ կողմ թեկված նախագահեր այնտեղ նստած աջակցություն ցուցաբերել չարեց, հետո գնաց տրիլիոնների, եսի մինչերի պատերազմ 2 միլիոն զոհ տվեց, 1,5 միլիոն այնտեղից զոհ տվեցին, հարց է լուծում Ռուսաստանը։ Նախ եթե ինքը 100 միլիոն ձեր ասածով դնել ինչ որ ընտրության մեջ, փաստ չի, որ այդ ընտրությունները հաղթելու է։ Չէ, բայց հիմա փաստա չէ, որ 1,5 միլիոն զոհ ունեն, 5 տարիա պատերազմը շարունակվում է, ահռելի ռեսուրսներ են, հայտնի չէ ինչ է լինելու։ Դա է միակ ազատագրվելու ձևը, միակ դա է, ուրիշ ձև չունի։ Առհասարակ այնտեղ որ փամփուշտները կրակվում են, խելքի բացակայության, դիվանագիտության բացակայության մասին է խոսում, որ կարելի էր նաև այլ ձևերով լուծել։ Չէ, չէր կարելի, որտեվ Առանց փամփուշտ մարդը գրում է Վենեսուելայի ողջ նավթին տեր է կանգնում։ Հիմա սա ինչի մասին է խոսքում։ Հիմա ինքը ասում է կգաք, մենք ենք տնօրինելու այդ ակցիաներին բան, բայց դուք տեսեք, հանկարծ այնտեղ ներգրաված չլինեն ռուսական կամպանիաներ, չինական կամպանիաներ, Իրանի կամպանիաները հանկարծ այնտեղ ներգրաված չլինեն։ Մարդը կոնկրետ որոշում է, մերնա մենք ենք տալիս։ Ոնց ուզում այդպես վաճառում են։ Կա կայսրություն, եւ այդ կայսրության ներսում կա ապստամբած ինչ որ մի մաս։ Ով է ուժեղ կայսրությունը թե ապստամբած մասը։ Կայսրություն ասելով այստեղ ում նկատի։ Ամերիկան կայսրություն կա համաշխարհային եւ ապստամբած Ռուսաստան, որը ուզում է ազատագրվել այդ դեպքից։ Դա այսինքն մենք պիտի ընդունենք, որ Ռուսաստանը չի կարող այդպիսի նկարտումներ ունենալ եւ մրցել։ Ինքը միակն է ով կարող է։ Միակն է ով ընդունակ։ Բայց հիմա իզորու չի։ Ոչ թե իզորու չի։ Լավ, եթե դու իզորու չես, եթե դու պատրաստ ես գնաս, քանի միլիարդներ ծախսելու այդ պատերազմի մեջ 1.5 միլիոն զոհ տալ, նշանակում է դու ունես չէ ռեսուրս։ Ինչի այդ ընթացու այդ բաներով չես մասնակցում։ Տեսեք Եվրոպան ձևը գտավ, ասեց ես այդ ընտրություններին ինչքան է 10 քանի 8-7 միլիոն տալիս եմ, որը չգիտեմ ինչ բաներով։ Մենք գիտենք չէ, նույն Ամերիկան այդ իր կազմակերպություններով ինչպես է անում, Եվրոպան ինչպես է բան զանգվածային լրատվամիջոցների տրամադրում։ Ինչ ասես մեր գլխին անում են, ձայն չկա։ Որովհետև խոսքի ազատություն չգիտեմ։ օտարերկրյա լծից ազատագրվում են հիմնականում առունով, այլ ձևով չես կարող ազատագրել։ Հա? Խելք պետք չի։ Խելք, հմտություն, դիվանագիտություն, չգիտեմ։ Առունով, որը բերում է իր հետևից, բերում է։ Այսինքն ամեն անգամ պիտի Ռուսաստանը 20-27 միլիոն տա զոհ ունենա, սովետական միությունը 27 միլիոն զոհ տա, իսկ ամերիկան խելքով, հմտությամբ իր տարածքից հեռու գա եւ կիսի։ Այս անգամ ոնց որ թե չի էլ կիսելու։ Դե հիմա փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը իր գոյության պայքարն է վարում եւ նաեւ պատերազմը ինքը դաստիարակող բնույթ ունի։ Եթե մի բան այսպես թե այնպես քո, ասենք
ասում են, որ երկու երկիր կա, մեկը Հայաստանն է, որ ռուսական կողմնորոշում ուներ, դե հենց այն, որ ինչ ահռելի գումարներ է գալիս Ռուսաստանում, մենք այնտեղ ամենամեծ համայնք ունենք, 2.5-3 միլիոնի մասին է խոսքը, ինչու չանել ինչ որ բաներ, որպեսզի դա չկորցնել, այսինքն գոնե առնվազն եղածը չկորցնելու մասին է խոսքը։ Ինչ անել, ասենք գա Ինչ է անում Միացյալ Դեպի Նահանգները Եվրոպա առանց փամփուշտի ինչ է անում Միացյալ Նահանգները Ոնց կարա Եվրոպան առանց Ռուսաստանը փամփուշտի ինչ է անում ասենք Մակրոնը ինչ էր անում շոյում է բանը Նիկոլի գլուխը գրկում է Տեսեք Միացյալ Նահանգները 30 տարի բանը ակուրատ ինչ որ բաներ է Միացյալ Նահանգները 30 տարի հետխորհրդային տարածքի երկրներում աճեցրել է պրոամերիկյան, պրոեվրոպական էլիտա Այո, բայց Հայաստանում դեռ շարունակում էր մնա ռուսական բան կողմնորոշում ունեցող բավականին մեծ Հայաստանում պրոռուսական կողմնորոշում էլիտա չկա եւ չի եղել 33 տարի։ Եղածն են կորցնում։ 33 տարի Հայաստանը գնում է հակառուսական ուղով։ Բայց այդ եղածն են կորցնում։ Հիմա ասենք բանը մարդ կա գնացել Ռուսաստանից իբրև թե պայքարում է Նիկոլի դեմ, բայց ասենք իր թիմակիցները նստած խոսում են, ասում են Ռուսաստանը հանձնեց Արցախը, թող Ռուսաստանը մեր գերիներին բերեր, թող Ռուսաստանը չտար։ Հիմա այո, այդ խնդիրը կա, բայց դրա համար պետք չի որ Կրեմլիում նստած դեբիլները Բարիզբուն իմաստով դեբիլներ, ովքեր համագործակցում են այդ մարդկանց հետ, իբրև թե այդ մարդիկ պայքարում են Նիկոլի դեմ, բայց այդ մարդկանց թիմերը վերընկած, ասում են Ռուսաստանն է հայտնել։ Դրա համար առանձնապես խելք պետք չի եւ դեբիլ պետք չի լինել եւ պիտի հասկանալ, առնվազն գոնե հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում, ում վրա են իրենք հենվում, ում են աջակցում, ում են տալիս ռեսուրսներ։ Դեբիլ են, չէ՞, այդ առումով մենք տեսնում ենք, չէ, անվեր սայթ, մենք տեսնում ենք անվեր սայթակումներ, անվեր սխալներ, ոչ չկա։ Եվ այս կոնկրետ օրինակներով կարող եմ ասել, եթերից ոնց ով կա աշխատում են։ Այսինքն այն մարդիկ, որ թիմակիցներն ասում են Ռուսաստանը ճիշտ արել, կամ այն մարդիկ, որ ասում են մի հատ շուն, որ հայտարարում էր, որ Ալիև գնա ռուս խաղաղապահներին սպանի։ Մի հատ այն շուն կար, չէ՞։ Հիմա այդ շանը ձայն տվող մարդուն, նույն այդ ռուսական կողմնորոշում ունեցող մարդիկ, որ վերընկած են Ռուսաստանում, աջակցում են։ Հիմա չասեք, որ նաև դեբիլներ են նստած այնտեղ Կրեմլում, ովքեր ֆինանսավորում եւ աջակցում են այդ մարդկանց, իրանք էլ լրատվամիջոցներն են ձայն են տալի այն շանը, ով որ ասում են գնացեք ռուս խաղաղապահներին սպանեք բանում Արցախում։ Սա ինչ է։ Սա ապանա պետք է հասունանապահ որ միջև Ռուսաստանը զենք իրարի, հասունանապահ որ դեբիլներից ազատագրվի նույն Կրեմլը։ Նաև դրա մասին է, չէ՞ խոսքը։ Ես հասկանում եմ դուք ավելի խոշոր գլոբալ եք ներկայացնում, բայց այստեղ մի շարք հարցեր կա, որ իրանք սխալի հետևից են թույլ տալիս։ Սխալը դուք մեղմ եք արտահայտվում, իրենք պատերազմի մեջ են։ Քանի որ պատերազմի մեջ են, պետք է դեբիլներին հանդուրժեն։ Ովքեր որ տեղյակ չեն թե Հայաստանում իրականում ինչ է տեղի ունենում, ով կլինի Կրեմլում, ով չի լինի։ Դա մեր խնդիրը չի, հա։ Դա այս պատերազմը վարող հրամանատարի գործն է։ Ինքն գիտի երբ ում ընդունել աշխատանքի, ում ազատել, երբ հարձակվել եւ երբ պաշտպանվել։ Հաստատ Քրիստոսը չի, չէ՞։ Կարելի է նաեւ հուշել, քննադատել, ասել որ նաեւ այսպիսի սխալներ կա, դա Քրիստոսը չի այնտեղ նստած։ Եվ իրենք անում են դա ժամանակ առ ժամանակ իրենց համար կարևոր նշանակություն ունեցող ուղղություններով պետություններին օգնության ձեռք մեկնել։ Այդ օգնության ձեռք մեկնող պետությունների խնդիրն է ճիշտ ժամանակին այդ օգնության ձեռքը սեղմել։ Չէ, իրենք ես հիմա շատ կոնկրետ օրինակով եմ ասում, իրենք մի շարք սխալներ եւ բացթողումներ կա։ Հիմա սրա մասին արժե բարձրաձայնել, իհարկե արժե բարձրաձայնել։ Հիմա իրանք էլ այդ նույն լրատվամիջոցներն ասում են ոնց հասկանանք Պուտինը, ասենք այս կամ այն Արցախի նման ինչ որ sense տարածքների անուններ են տալի դրա ղեկավարի հետ հանդիպում է Պուտինը, հետո տեսնում եք այդ ղեկավարը գերության մեջ է կամ տեսնում ենք այդ ղեկավարը բանտված է, բանտում է, ոնց հասկանանք։ Հիմա ասում են որ դու ընդգծում ես փաստորեն քո թուլությունը անverջ, եւ դա ոչ միայն թուլություն է, այլև սխալները չուղղելու, անի հետևանք է։ Սա միայն չի տարածում Արցախի վրա, շատ տարածում է նաև մի շարք այլ տարածքների վրա։ Լավ, ես համաձայն չեմ, բայց լավ։ Շատ լավ։ Եվ հիմա այսինքն դժվար է այդքան այդ հարցերում գոնե փոքր հարցերը ուղղել եւ հասկանալ այս մարդկանց, որ դուք ֆինանսավորում եք, որ դուք աջակցում եք, բան, այդ մարդիկ ձեր դեմ են աշխատում։ Այդ մարդկանց թիմերը ամենայն դեպս ձեր դեմ են աշխատում։ Շատ խելք պետք չի, չէ՞ ունենալ դրա համար։ Չմտածել, որ հրամանատարը բանը հեսա գիտի ինչ կանի։ Պապան գիտի, մի Հայաստանում էլ էինք ասում, հոպարը գիտի։ Լավ, դա թողենք առանց մեկնաբանության։ Եվ հիմա տեսեք գերիների հարցը, հա, մի քանի օր առաջ
մրցանակ ստացավ Նիկոլը, շատերն ասում են սա այն բաններ, պարգևավճարներ, որ ինքը ստացավ Արցախը հանձնելու գերիների եւ այլն, բայց տեսեք ինչպիսի փաթեթավորմամբ են սա ներկայացնում, կործանված Արցախ, հազարավոր 10,000 զոհ, շրջափակված Հայաստան, հանձնված տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, դիրքեր հանձնված եւ վտանգ եւ սպառնալիք, որ կարող են վերջնականապես կործանվի Հայաստանը։ Եվ մարդուն տալիս են մրցանակ, սա մոտավորապես չգիտեմ ինչ էր սա։ Եվ երեք էլ ցմա դատապարտեցին մեր նախագահները, Բաքվի բանտում գեներալները, խնդրեմ։ Մենք նախ սկսենք դրանից, որ Հայաստանի նման երկրի համար անվտանգային դիվերսիֆիկացիա ասվածը աբսուրդ է, այսինքն դիվերսիֆիկացիան այն չի, որ դու կարող ես տարբեր տեղերից զենք առնել։ Մենք միշտ էլ ունեցել ենք հնարավորություն տարբեր տեղերից առնել, բայց ինչու ենք ձեռք բերել միայն Ռուսաստանից, կամ հիմնականում Ռուսաստանից։ Տվեժան են տվել։ Չէ, միայն դա չի, որտեվ ձեռք բերելով Ռուսաստանից, բացի գնից, դրա հիման վրա ստեղծվել է լայն ռազմաքաղաքական պայմանագրային բազա, եւ այդ մենք մտել ենք մի համակարգի մեջ, որտեղ Ռուսաստանի գլխավորությամբ Ռուսաստանը ձգտել է հետխորհրդային տարածքում պահպանել հարաբերական կայունություն։ Այսինքն արևմուտքը ձգտում էր ապակայունացնել, Ռուսաստանը հապկի, ասենք Ռուսաստան, Հայաստան, Ռուսաստան, Բելարուս, Ռուսաստան, չգիտեմ, Տաջիկստան, Ռուսաստան, Ղազախստանի հետ հարաբերությունների միջոցով փորձում էր հարաբերական կայունությունը ապահովել, չի նշանակում, որ երաշխավորում էր, բայց հարաբերական կայունությունը փորձում էր ապահովել։ Մենք ներդրում ենք ունենում լինելով այդ համակարգում այդ կայունությունը ապահովման գործում, որը դրական առումով անդրադառնում էր նաև մեր վրա։ Երբ որ մենք դուրս ենք գալիս ռուսական անվտանգային համակարգից, մենք ավտոմատ հայտնվում ենք ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական համակարգի մեջ, որի ռազմավարությունն է հաղթել Ռուսաստանը, հետևաբար մենք դառնում ենք զինվորը տեղ Ռուսաստանի դեմ պատերազմում։ Հայաստանը պարզա չի կարող լինել, չգիտեմ, Հնդկաստանի անվտանգային համակարգում, չի կարող լինել Իրանի անվտանգային համակարգում։ Սա զենք գնելու մասին չի խոսքը, բայց համակարգ, որպես այդպեսին, կա ռուսական, կա ՆԱՏՕ։ Մենք ինքստինքյան եւ ռուսականից հրաժարվում ենք, հայտնվում ենք այնտեղ։ Հետևաբար մենք արդեն այնտեղ ենք։ Եվ քանի որ այդ առումով մենք ոչ մի արևմուտքի համար ոչ մի արժեք չունենք, մեզ փորձում են համոզել, որ մենք դեմոկրատիան է մեր արժեքը։ Հիմա լինում է, չէ, որ մեկին ուզում են զոհաբերեն, բայց չեն ուզում, որ ինքը գլխին գնի, որ ինքը զոհաբերվում է։ Դա տալիս են մրցանակ, ասում են դու 4-րդ հանրապետության հիմնադիրն ես, Հայաստանի կործանման արքա։ ինքնիշխան 4-րդ հանրապետության հիմնադիրն ես, տես ինչեր են գալու քո, միայն թե ռուսական համակարգից դուրս արի, ինչ ներդրումներ կլինեն, տեխնոլոգիաներ, ատոմակայաններ կբերեն կդնենք, Հայաստանը կդառնա, չգիտեմ, Մոնակո եւ այլն, որտես մի բան։ Ատոմակայանը փակելու մասին էլ խոսքը կա, խնդրեմ հետո դրա վտանգների մասին էլ խոսեք։ Դե ամեն ինչ գնում է նրան, որ փակվելու է։ Այսինքն, եթե իշխանությունները Հայաստանի այսպես օբյեկտիվ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ լինեին, բարձր որ իրենք ատոմակայանը նոր ատոմակայան կսարքեն Ռուսաստանի օգնությամբ, որտեղ միակ պետությունն է, որ տասնյակ երկրներում կառուցում է ատոմակայան, առաջատարներ տեխնոլոգիաներում, նույնիսկ մոդուլային ատոմակայանների հարցում ինքը ունի պատրաստի լուծումներ, փորձարկված լուծումներ կարևորը, որոնք անվնաս են, ԱՄՆ-ն չունի փորձարկված լուծումներ։ Այսինքն դե իրանք կգնահատենք, տեսնենք դա ռուսականը լավն է իրենցով, բայց քանի որ իրենք չեն որոշումներ կայացնում, հետեւաբար տրամաբանությունը հուշում է, որ ատոմակայանը փակվելու է, մեզ մոտ բերելու են դնեն այդ փորձարկման փուլում գտնվող ինչ որ ատոմակայաններ, այդ մոդելներն են փորձարկեն, տեսնեն լավ է աշխատում, վատ է աշխատում, Ամերիկան անում է, չէ, որ իր կենսաբանական փորձարկումները արգելված է, չէ, իր տարածքում իրականացնել։ Ինքը տարածքից դուրս է իրականացնում լաբորատորիաներում տարբեր։ Սենց էլ ամերիկյան ինչի իրենց երկիրները աղտոտեն, եթե կարող են այդտեղ տեսնեն ոնց է աշխատել, փորձարկեն, տեսնեն ոնց է աշխատում։ Այսինքն այն ձևով որ իշխանություններն են շարժվում, տրամաբանությունը հուշում որ ատոմակայանցեր են հրաժարվելու, ձեռք են բերելու ամերիկյան պայմանավորվածություն, բայց այն մեծ մասը ճնշող մեծամասնությունը ինչ որ արևմուտքը խոսք է տվել, իրենք չեն կատարելու, խաբելու են։ Հայաստանի իշխանություններին խաբելու են։ Այդ էր մնում պակաս
միլիարդներ բերեն Հայաստանում ներդնեն Հայաստանին թռիչքաձև աճ ապահովելու համար։ Ասում է խաշած հավի ծիծաղը կգա այս խոսքերի վրա։ Նման չի կարող լինել, եւ չի լինելու, խափելու են։ 2 կոպեկ կտան, որ անունը դնեն, որ իբր ներդրումներ են անելու։ Այսինքն Հայաստանը անելու է այն, ինչ իրենից պահանջում են, այդ թվում նաև հակառուսական քայլերում, բայց փոխարենը ոչ մի բան չի ստանալու։ Եվ ինքը ժողովրդի լեզվով ասած գծվելու է։ Իրենք գծելու են Հայաստանին։ Այ որ կգծեն այդ ժամանակ ինքը սկսելու է փնտրել նրան, ով որ պատրաստ է օգնության ձեռքը մեկնել։ Դե Ռուսաստանն էլ պարզ զգուշացնում է, ամեն հանդիպման ժամանակ ասում է, «Պրոբլեմ եք ունենալու։ Եթե այս ուղղությամբ գնանք, ձեզ խափելու են»։ Եվրոպացիքերը, ամերիկացիքերը խափելու են, պարզ չի որ խափելու են։ Միամիտ պետք է լինես, որ մտածես, որ իրենք իրենց խոստումը կատարելու են։ Թող մի հատ վերցնեն 18-10-ին, եթե չեմ սխալվում, թվականների Տրամպի ասածները։ Ինչ էր ասում 18 թվականին քրդերի մասին, ասում էր մեր լավ բարեկամներն են, ովքեր են, ինչ լավ տղաներ են։ 19 թվին ասում են ովքեր են, որ իրանց ասում էր Տրամպը ասում էր 19 թվին, ասում էր իրենք ուր են եղել երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ինչի պետք է մենք իրանց ինչ-որ մի բան անենք։ Իրենք ոչ միտեղ չեն եղել, չեն կռվել։ Հիմա ձայն չկա, ոնց որ թե մի փոքր դադարել են 10 օր շարունակ, ուղղակի ցեղասպանություն էր քրդերի եւ իդեպ գնացել էին դիմել են Միացյալ Նահանգների բազաների բան, ոչ մի օգնություն, ոչ մի աջակցություն, այդպես թողած։ Պարտքն են ավելացնելու մեր։ Ինչ փող տան, դրա մի քանի անգամ ավել հետ են ստանալու, մեր ռեսուրսները տանելով, թալանելով, կոպեկնելով, այդ լինելու, հասկանում Հայաստանը գծվելու է այդ առումով արևմուտքի կողմից ցավոք սրտի, այսինքն դասեր չի քաղում Հայաստանը մյուս բոլոր այլ պետությունների փորձից։ Մարդն է այդպես, սովորաբար մարդը ուրիշների դառը փորձից դասեր չի քաղում։ Ինչու ոչ մի բան չի անում գերիների պահով, եթե իմիջային առումով, հա, կարող է, որտեվ Նիկոլայը չի ուզում դա։ Ով չի անում։ Ասենք Թրամփը, տեսեք, Բելարուսի հարցում Բելարուսին Լուկաշենկոին դիմեց, բանտարկյալներին ազատություն տվեց, հիմա կարող է պարզ է, չէ՞ որ համար մեծ խնդիր չի Ալիևին ասի, որ պիտի ազատ արձակես, ինչ որտեղ հազար մի բաներ են քննարկում Ալիևի հետ, Նիկոլը չի ուզում, որ մեր հայրենակիցները գան եւ ինչի Ալիևին թվում, որ այս լկտիությունը իր եւ Նիկոլի կողմից, որ տեսեք մրցանակ է ստանում եւ հաջորդ օրը հրապարակում է, որ մեր նախագահները ցմահ են դատապարտվել, այսինքն իրենք վստահ են, որ կամ իրենք վստահ են, որ հայ ժողովուրդը բթացել է, նվաստացած, ստորացած, ավարտված վիճակում է, որ բացարձակ էլ բան չունի գիտակցելու, էլ այնքան նվաստ բան վիճակում է, եւ ինքնավստահ է, որ պիտի Նիկոլը մնա։ Հակառակ դեպքում անհասկանալ է ինչի են այսպես։ Նա սկզբում գերիների վերադարձի հետ կապված միակ պետությունը, ով ունի ստորագրած պարտավորություն, որ այդ հարցով համաձայն է զբաղվել, դա Ռուսաստանն է, նոյեմբերի 9-ով։ Այլ երկիր աշխարհում չկա, որ թղթի վրա ստորագրել է, որ պատրաստ է գոնե միջնորդ լինել այդ հարցում։ Հետևաբար ոչ մի երկիր դրանով չի զբաղվելու, պարզ է։ Ինչու Բելարուսով զբաղվում է Տրամպը։ Ինչու Ռուսաստանը չի զբաղվում։ Չի զբաղվում Բելարուսով, ո՞նց չի զբաղվում։ Ասում եք վերադարձեք նոյեմբերի 9-ի հայտարարության տիրույթ զբաղվենք, բայց եթե չեն վերադառնում, չեն ուզում, տապալում են, ո՞նց անի։ Պետք է վերադառնան, որ զբաղվի։ Իսկ ինչու Բելարուսին գերիների հարցով է։ Այսինքն եթե Նիկոլը չի վերադառնալու նոյեմբերի 9-ի, վերջ, մենք պիտի հրաժարվենք գերիներից։ Մենք ով։ Հայ ժողովուրդը։ Չէ, մենք չէ, ես ասում Ռուսաստանի տեսանկյունից։ Ինքը ասում է, ես պատրաստ եմ, եկեք քննարկենք, բայց դուք չեք գալի քննարկելու, դուք գնում եք Տրամպի ուղի եք կնքում, գնում եք մրցանակներ եք ստանում։ Բայց ես Զախարովան ամեն անգամ իրան հարց են տալիս, ամեն անգամ ինքը կարդում է թղթի վրայից, ասում է, վերադարձեք նոյեմբերի 9-ը, երրակով քննարկենք։ Հիմա ինչու Բելարուսի դեպքում, որտեղ Բելարուսը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է, նաև Բելարուսը ինչ որտեղ օգնում է Ռուսաստանին այս հատուկ ռազմական օպերացիայի հարցում, այնտեղ միջուկային զենք է տեղադրել, որ ասենք Լեհաստանից չմտնեն եւ այլն հարցերում, Բելարուսը այդ առումով կարեւոր է։ Այսինքն Բելարուսին ինչ որտեղ ԱՄՆ կողմ քաշելը ԱՄՆ-ից ձեռնտու է։ Հիմա մեր գերիներին Բաքվից ազատելը ինչով է նպաստում
օրինակ Ուկրաինայում հրադադարի ռեժիմի Չէ, հաստատմանը։ մեր գերիների հարցով օրինակ ինքը քանի որ այս իշխանությունը ամբողջությամբ իր տակ է եւ հանրությանն էլ պիտի հնարավորինս այնպես ողջևորել, որ Նիկոլը լավն է, Հայաստանը չի ծախում, մենք Թրամփի հետ հրաշալի ծրագրեր ունենք, գերիների հարցը լուծի։ Դա կնպաստի Ռուսաստանին հաղթելու ԱՄՆ ռազմավարությանը։ Այո, Նիկոլը կունենա լրացուցիչ, ասենք 50 ձայն կամ գուցե ավելին եւ Նիկոլը ինչքան որ կմնա, բնականաբար ինքը հակառուսական, հակահայկական քաղաքականություն է վարելու եւ Թրամփի օգտին է դա։ Իրենց 50 ձայնը չի անհանգստացնում։ Հա? Իրենց այդ 50 ձայնը չի անհանգստացնում։ Իրենց պետք է կնքվի հրադադար, որ հետո ՆԱՏՕ-ի զոր կարողանա մտցնել Ուկրաինայի տարածք։ Հիմա Բելարուսը այդտեղ կարևոր դեր ունի, կարևոր ունի։ Չէ, դա հասկանալի է Բելարուսի հետ կապված, բայց Հայաստանն, այսինքն իրենց չի ուզում մեծ հաշվով։ Չէ, ինչ օգուտ է տալու դա Ռուսաստանի դեմ պատերազմում հայ գերիների վերադարձը։ Թրամփի կողմից եթե ինքը դա անի։ Ոչ մի օգուտ չի տալու։ Մարդիկ ասեն թե տեսնում եք, ռուսները այս հարցը չլուծեցին, հո չեն մանրան ասեն, որտեվ նոյեմբերի 9-ին Նիկոլը չի ուզում վերադառնա, որտեվ ինքը ուրիշ պլան ունի, ծախելու է Թուրքերին, Հայաստանը չի լինելու, դες չեն մտածում, ասում են չի վերադառնում, բայց տեսեք իրենք չլուծեցին, բայց Թրամփը լուծեց, ուրեմն Թրամփի միջանցք ասելն էլ է ազնիվ, ու էլի չեն խորան այնտեղ ասեն, բայց այդ մարդը անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս եւ թուրքական բառ։ Թրամփը դրա կարիքը չունի։ Նոյեմբերին տապալված է Թրամփի ուղին ստորագրված է, արդեն ինքը իր ուզածին հասել է, ինչ մի 1000 հոգի էսկոմ Հայաստանում ասեն Թրամփը լավ բան է արել կամ պակաս ասեն իր համար առանձնապես։ Այսինքն մենք հիմա լրիվ անելանելի Հայաստանի կործանման եզրին ենք կանգնած, մեր հույսը մնում է ընտրություններին, որ 60% մեծամասնություն գնան, ասենք թե 60% գնացին, մասնակցեցին, Ռուսաստանն էլ բացարձակ անգամ դիտորդներ երևի չեն թողնի, որ գա այստեղ, արևմուտքն էլ այդ 60%-ը իրանք գրում են իրանց մոտ 80% Նիկոլ հանում հրապարակում են, ով է դրա դեմ։ Հա, ժողովուրդը կնդվզի, ժողովուրդը կնդվզի, ժողովրդին կասի, եթե Իրանում ասում բան արեք, վեր կացեք, սա արեք, այս արեք, այստեղ էլ կասի ընդվզելը հարցերը լուծի։ Արևմուտքը ինչ են կանելու։ Առանց մեծ աջակցության հնարավոր է ինչ-որ մի բան անել, առանց մի փոքր Կանադայի նման երկրի վարչապետը ասում է մենք, եթե սեղանի շուրջ չենք, մենք սեղանի տակ ենք, հայտարարել է, չէ՞, սենսացիոն իր Դավոսում իր ելույթը։ Ասեց մենք հիմա այն վիճակում ենք, որ միջին մակարդակի երկրներից իզորու չենք, մենք պիտի միանանք, որ կարողանանք այս գերտերության հետ կապված ինչ-որ գոնե ինչ-որ հարցեր լուծենք, ճիշտ է։ Տեսեք ինչ երկիր է այդ հայտարարում։ Այդ գիտակցությունն ունի նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան։ Հիմա մեր մի փոքր երկիր է, 2 միլիոնարը, 2.5 միլիոնարոց երկիրը դուք ասեք ինքը պետք է այդ հարցը լուծի։ Կանադան ասում է ես իզորու չեմ, Ֆրանսիան ասում է ես իզորու չեմ, 80, 90, 50 միլիոնանոց երկրներն ասում են մենք իզորու չենք։ 2.5 միլիոնանոց երկիրը օկուպացված իշխանություններով իզորու է լինելու անգամ եթե ժողովուրդը գնա 60% հավաքի չրբանանի։ Դուք այնպես եք ինձ հարցնում ոնց որ հարցերի լուծման բանալին ինձ ձեռքում է, ես էլ չեմ անում։ Բոլոր առներով պաշտպանում ասում եք Ռուսաստանը այսպես է, այդպես փաստն եմ արձանագրում։ Ասում եմ այդպես է, ես ոչ չեմ ասում այդպես պետք է անի, ասում այդպես անում է։ Չէ, դուք ասում եք մենք սենց Ռուսաստանը դեսա չի անում, չեք էլ համաձայնում նրա հետ, որ անգամ դիվանագիտական կամ այն հարցերում, որ կարելի էր ավելի խելոք գտնվել, հիմարությունը հիմարության հետևից է անում եւ այդտեղ էլ է ձախողում։ Ես ավելի դուք ինձնից մեղմ եք ասում, ես ասում եմ ինքը գտնվում է կենաց պատերազմի մեջ, դուք ասում եք սխալվել է։ Սխալվել է նա, որ քո համար հանգիստ նստած դիվանին ոտից գցած սուրճ ես խմում եւ սխալվում ես։ Իսկ ինքը իր կյանքի մահվան պատերազմի մեջ է։ Պարզ է, որ այդ պատերազմի մեջ սխալներ է կլինեն, բացթողումներ է կլինեն։ Լավ, բայց հիմա դուք ասում եք, եթե 60%-ը գնա կարևոր ակտիվ գնա մասնակցի, այնտեղ ինչ է հույս ունենք։ Ես հիմա դրա համար շարունակեցի նշել Կանադայի օրինակը։ Մոլդավայի օրինակն եմ բերում։ 47% գնաց մասնակցեց ընտրողների։ Իշխանությունը հավաքեց ամեն ինչ բոլոր ռեսուրսներով իր կիրառած 50-ից մի քիչ ավել։ Հա, օգտագործեցին Եվրոպայում իրանց 47-ը չգնային, 47-ը չգնան, գնային 57-ը, պլյուս 10%։ Դուք վստահ եք, որ 57-ը գնա կամ 60-ը գնա, արևմուտքը մի հատ ուրիշ մեխանիզմ բանեցնի։ Այնտեղ տեսակ ոնց Եվրոպայում գտնվող Մոլդովայի քաղաքացիները հարցը լուծեցին։ Հնարավոր է, բայց այդ Մոլդովայի քաղաքացիները անսպար ոչ են։ Այսինքն կա ինչ-որ մի լիմիտ, որ ավել դժվար կլինի, չեմ ասում անհնար է, բայց դժվար կլինի կիրառել։ Ենթադրենք իրենք հաշվարկել են, որ X քանակով այդ Եվրոպայում գտնվող մոլդավացիներով X քանակով կբերեն կլցնեն, բայց դու ավել 10% ես բերում, ընդ որում 10%-ը չկողմնորոշված 10%-ն է։ Այսինքն շատ լավ, դուք ասում եք իրենց համար շատ կարևոր չի, բայց այստեղ բանախոսներ կան, որ ասում են Թրամփի համար հիմա ձայները շատ կարևոր են, բայց ես շատ լավ հիշում եմ, որ եւ առաջին եւ երկրորդ
Չէ, երկրորդի ժամանակ ինքը Արցախի հետ կապված մի հայտարարություն արեց, չնայած չմոռանանք, որ 44 օրյա պատերազմը իր ժամանակ էր, չէ, Թրամփի ժամանակ էր։ Այո։ Ոչ մի բան չարեց Թրամփը, բայց Թրամփը, չէ, ասում են շատ կարևոր է մեր համայնքը այնտեղ ինքը ձայների խնդիր ունի, բայց ոնց որ թե այդպես առանձնապես դրա համար շատ բան չի անում։ Հեղափոխությունն է 10 օգոստովին Թրամփի օրոք եղել։ Այո, դա էլ է իր օրոք եղել, բայց կա այդ տեսակետը համաձայն եք, որ այնուամենայնիվ կարևոր է, հա, հայ ժողովրդի, որտեղ այնտեղ հայերը շատ են, այդ ձայները կարևոր են Թրամփի համար եւ Դիվանսը գալու է Հայաստան եւ իրենք էլ դեռ շարունակում են այսպես ասած այդ տրենդը աշխատեցնել, որ մենք հումանիստ, մարդասեր, քրիստոնյա, ընտանիք սիրող, ընտանիքի կողմնակից նախագահ է, գոնե այդ ուղղությամբ աշխատել եւ երբ որ գալիս է մեծ հանրահավաք կազմակերպել, ակցիա կազմակերպել գերիների համար եւ հնարավոր է ինչ որ մի բան այնուամենայնիվ տեղի ունենա։ Ես դեմ չեմ որ կազմակերպվի, այսինքն ոնց որ ասում Ես ասեցի ինչու, որովհետեւ այո, չեղածից ավելի լավ է, այսինքն ավելի լավ է անես, քան չանես։ Բայց էական օգուտ դա չի տալու, որտեվ եթե գերիների վերադարձը կարևոր չի ԱՄՆ ազգային պետական շահերից չի, կարևոր չի։ ԱՄՆ ընտրական համակարգ եթե ինքը շահելու է այնտեղ ձայներ, իր համար ինչ դժվար է ասեք։ Ախր այնտեղ նախագահ չի ընտրվում։ Նախագահներին ու գեներալներին։ Դա չի ընտրվում ուղիղ ընտրությամբ։ Ընտրողները գնում ընտրում են նրանց ովքեր որ պետք է ընտրեն, նրանք գնում են ընտրում են։ Իսկ այդ ընտրողները առաջնորդվում են իշխող էլիտայի ցանկությամբ։ Եղել են դեպքեր, երբ որ նախագահ մարդկանց ձայները քիչ է ստացել, ավելի քան ինչ որ մեկը, բայց ընտրվել է նախագահ, որտեվ այդ ընտրողները, այսպես կոչված Թրամփ առաջին անգամ այդպես չեղավ։ Մի քանի 100 հոգին ընտրել են Թրամփի առաջին անգամ, երկրորդ անգամ այդ նախագահին։ Այսինքն համակարգը այնպեսի, հիմա եթե գեյների վերադարձը բխի ԱՄՆ ազգային պետական շահերից, ինքը դա կանի։ Եթե չբխի, չի անի։ Այսինքն, հա, Վենսը կգա, ինչ որ կարող երկու բառ ասի, հա մենք աջակցենք, բայց եւ այլն կամ մտահոգված են կամ չգիտեմ, եթե կասի կամ կարող է չասի։ Բայց եթե չի բխի, ինքը ոչ մի մատը մատին չեն տա։ Մանավանդ որ թղթի վրա ոչ միտեղ պարտավորություն չունեն։ Շատ լավ, ինչ տպավորություն Ալենի այցից, Ալենի հայտարարություններից Մոսկվա եւ չգիտեմ ինչ է ձեր տպավորությունը։ Քանի որ հայտարարություններից ելնելով երկուսը ոչ մի էական բան այդտեղ տեսնել կարիք չկա, քանի որ հանդիպումը նաև ոչ հրապարակային է եղել, սա ավելի շատ կարծում եմ օրինակ նույն ռուսական կողմի համար ավելի շատ առիթ է հասկանալու համար մոտավորապես ինչ սպասել մոտ ապագայում Հայաստանի իշխանություններից, ավելի շատ փակ հանդիպման ընթացքում դա է քննարկվել։ Հա, ամեն դարակներում ամեն Հիմա կարող է ուղիղ խոսք չի ասվել, բայց հարցերից, քննարկումներից, բարձրացած թեմաներից ես կարծում եմ ռուսական կողմը դա է ուզեցել իր համար բարձել։ Հույս ունենալ, որ հանկարծ Հայաստանի իշխանությունը մի օր կքնի կարտնանա, կասի դե լավ, այս մի հարցում եկեք մի քիչ բարելավ ենք Ռուսաստան։ Չի լինելու։ Հետևաբար սա հասկանում է Ռուսաստանում դա։ Իհարկե սա ժամանակավոր, ուղղակի ինչ ասեմ, իմիտացիա չասեմ, բայց լավ իմիտացիա ասենք, իմիտացիա է ապագա սպասվող սրացումներից առաջ։ Իսկ դրանք անխուսափելի են։ Արևմուտքը նրա համար չի պատերազմ վարում Ռուսաստանից, որ մի օր ասի դե լավ Հայաստան վերջ, էլ չենք պատերազմում, վերջացրեք Ռուսաստանը։ Կամ մի օր ասի լավ, Ուկրաինայի կեսը քոնն է, դեղը զորք չի լինելու, հանգիստ ձեր համար բարգավաճեք։ Այո, այդպես հենց այնպես չի ասի, բայց կասի։ Շնորհակալություն։ Դրա ժամանակը դեռ կգա։